Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ։ Ողջունում եմ, պարոնայք։ Մինչ մեր զրույցը առաջարկում եմ գովազդային ընդմիջումից սկսել մեր այսօրվա զրույցը, այնուհետև իհարկե կվերադառնանք ստուդիա եւ կքննարկենք հիմնական երկու հարցերն ենք այսօր ես պատրաստել, որ մենք կքննարկենք, իհարկե ընթացքում ձեր պատասխաններից նոր հարցեր կծագեն, կարծում եմ ձեր երկուսի մոտ էլ իրար հանդեպ իրար ուղղված առաջին հարցը լինելու է այցը Փաշինյանի Մոսկվա եւ փոխվարչապետ Ռուսաստանի Օվերչուկի հայտարարությունները, դրանց հետևանքները Հայաստանի համար եւ երկրորդ հարցը իրավիճակը Իրանում եւ կրկին հետևանքները Հայաստանի։ Եվ այսպես առաջին հարցն ենք քննարկում, ինչու է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը այդքան մեծ հարցազրույց, այդքան մեծ ուշադրություն հատկացրել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններին եւ ամբողջ հարցազրույցի ընթացքում 10-ին տված հարցազրույցի ընթացքում ամբողջ այսպես կարմիր թելով գնում է սպառնալիքները Հայաստանի ուղղությամբ։ Կարծես թե Հայաստանին վախով ուզում են պահեն որպես ընկեր, այսպես վախի մթնոլորտում ընկերություն լինում է թե ոչ։ Պարոն Պողոսյան, ձեր կարծիքը, ձեր տպավորությունները։ Եվ իհարկե ներողություն Փաշինյանի այցը Մոսկվա, Փաշինյան եւ Պուտին երկխոսություն։ Բոլորին ողջունում եմ։ Ուրեմն նայեք, Փաշինյանը գրում ամսի 1-ին Մոսկվա, վերադառնում է մյուս օրը այդ հոդվածը դուրս է գալու։ Շատ լուրջ հոդված է, մի օրվա մեջ այս հոդվածներ չեն գրում։ Մտածված, շատ խոր, այսինքն ասած չափած կտրած հոդված է։ Առաջինը այդ ինչ է նշանակում։ Ռուսները նախորոք իմացել են, ինչ թեմաներով գալու է Նիկոլ Փաշինյան ինչ թեզիսներով է։ Ինչու մասն է խոսալ։ Այդ նշանակում է, որ մեր Հայաստանում վերլուծական կենտրոնից եւ իրան թիմից այդ ինֆորմացիան դուրս է գալի գնում է նախորոք Մոսկվա։ Այդ ասեն պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնի, որովհետեւ նորից ասում եմ, սենց հոդված մի գիշերվա մեջ չեն գրում ու չեն տպում։ Այդ առաջինը։ Երկրորդը մենք մեր կապերով իմացել ենք Մոսկվայից ու շատ բարձր մակարդակով մարդկանցից ասում ենք այդ ինչ սադրանք է, այդ ինչ սպառնալիքներ է բերում մեր գլխին, այդ ինչ հարցազրույց է Օվերչուկին։ Հիմա դեսեք պատասխանը։ Ասում են, այդ Օվերչուկը ստեղ գոյություն չունի։ Ուղղակի այդ տեքստը տվել են Օվերչուկին, իրան անունից ասեն, ասում է այդ սպառնալիքը ամենավերևից է գալիս, Կրեմլից։ Եթե ուշադրիր մենք նայենք վերլուծենք դեղ ինչա նշած, դեղ պար սենց ասեն, ականջներ այս են զռում են, դրանք տանում են պրո-թուրքական ծրագիրի մեր տարածաշրջանում։ Մենք պրո-թուրքական ներդրություն ինչ են անում այդ պրո-թուրքական ծրագիրը։ Նայեք, այդ միշտ սենց փորձել են սենց իրանց մի քիչ սենց պայեն, մի քիչ ականջներ այսկանել չերևար մեր ժողովուրդը չջհայնան այսկանել չասեն էլի մեր գլխին ինչ որ բաներ են պատրաստում, բայց դեռ բարձ երևում է, որ արդեն չեն դիմանում, ինչու։ Իրոք այս ճանապարհը ռուսների առաջնահերթում ռուսների համար ավելի կարևոր կամ Թուրքիայի համար։ Ոչ ճանապարհ։ Ադրբեջան Հայաստան, այդ Տրամպը չէ, միջև Տրամպը է եղել, այս գաղափարը։ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Թուրքիա։ Այդ պլանը եղել նախորդ մտածված պլանն է միջև Ուկրաինայի պատերազմը, որտեղ ռուսները չափել են, հասկացել են, որ պատերազմի ժամանակ Ուկրաինայի դեմ մտնելու են սաքսոնները ու ճանապարհները փակելու են։ Ռուսները նախորդ հաշվարկել են, որտեղ դու պատերազմ ես պլանավորում, դու սա հաշվարկում ես, այսինքն հասկանում ես, այսինքն այստեղից կտրում են, այստեղից փակում են, այստեղ խոսքյունակ սիֆտ են անջատում, բաներ են անում, դրանք սա հաշվարկում են ու մտածել են ու պայմանավորում են Թուրքիայի հետ, Թուրքիան այդ ճանապարհը էլապետ ռուսներին են, երկուսով պայմանավորել են, դրա համար ստեղծել են 20 թիվ, թույլատնեն Հայաստանին, ստիպեն ու այդ ճանապարհը բացեն, այդ ճանապարհը չեն կարողացել բացել, որովհետև մեր բանակը 20 թիվին չի թողել, որ իրանց ուժեր փորձել են մտնել Միջիվանի տարածքի մեղրիում
մեղրից փորձել են մտնել, ճղվել ու այդ միջանցքը ստեղծել, չի ստացվել։ Հիմա նայեք այդ հոդվածի մեջ ինչ անշում Ավերչուկ ասում է մեզ այդ ճանապարհը շատ է պետք։ Հետո արդեն չի ամաչում։ Մեզ է պետք առաջ։ Երկրորդ ասում է ադրբեջանցիք Բաքու եւ Նախճիվան պիտի միանան։ Դեռ կա Թուրքիան եւ Չինաստան։ Այսինքն դրանք արդեն ասում ինչքան կարան սպասեն եւ Ադրբեջանում եւ Ռուսաստանում եւ Թուրքիայում արդեն անհամբեր են ասում են ինչ հարցատալիս ինչքան մենք պիտի սպասենք ասում է Թուրքիան արդեն սկսել է փողերը ցածել Ադրբեջանի հետ միասին ճանապարհը միջև այսօր բաց այսինքն դա սպառնալի է այսինքն ասում է լսեք սենց տանենց մենք սկսենք դրանք են սկսելու մտածեք գնացեք Ինչն են սկսելու պարոն Պողոսյան ուժով ճեղքելու են ճանապարհը ռուսների ասած է դա Այսինքն դուք համարում եք, որ Ռուսաստանը եւս մեկ անգամ ակնարկեց, որ Ադրբեջանը կարող է ուժի գործադրմամբ բացել Թրամփի ուղի, այսօր դա այդպես է կոչվում, այդ ուղին, որը դուք ասում եք անհրաժեշտ է առաջին հերթին Ռուսաստանին։ Ռուսաստանին եւ Թուրքիային։ Եվ Թուրքիային։ Այստեղ կանգ ենք առնում, պարոն Պողոսյան։ Ձեր արձագանքը։ Շատ ցավոք սրտի արդեն ավանդույթ է դառել իրավիճակների վերաբերյալ խոսել հետմահում։ Այսինքն մի բանը կատարվում բրծնում է եւ նոր սկսում են քննարկել։ Այնինչ ժամանակին սրա մասին մենք ասում ենք։ Ամենայն դեպս մեր կազմակերպությունը զգուշացնում էր, բարձրաձայնում էր եւ շատ ժամանակ անգամ ասել է որ գիտեք ինչ կա Թրամփի ճանապարհ հասկացողությունը մոռացեք։ Դա Թրամփը չի հնարե, դա Թրամփը չի նախաձեռնե, դա նախաձեռնվել է երակոմ պայմանագրի մեջ 9-րդ կետով Պուտինի կողմից, Պուտինի, կոնկրետ Պուտինի, ոչ Ադրբեջանն առաջարկ է, ոչ Հայաստանն առաջարկ է, ոչ Թուրքիան, կոնկրետ Պուտինը երակոմ պայմանագրի ժամանակ, երբ որ այսպես ասած կապիտուլյացիան ստորագրվում էր Արցախի վերաբերյալ։ Նաև ինչ կապ ունի Հայաստանի տարածքը Արցախի հետ։ Լավ, դու ընդունում ես Ադրբեջանի ամբողջականությունը, ասենք ասենք, չնայած դա մեծ հարցական է, հա, Արցախը Ադրբեջանա թե չէ, մեծ հարցական է, որովհետև Լենինի ու Ստալինի գծած քարտեզը միջազգային ճանաչված քարտեզ չի կարելի ճանաչել։ Դա միանշանակ է։ Լավ, ընդունենք, այդ ձևով ընդունում ես։ Ինչ կապ ունի Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը։ Եվ ուրախությունից անգամ Էրդողանը արդեն սկսեց այդ Զանգեզուրի միջանցքը վերանվանել Թուրանի դարպաս անվանելով։ Տեսեք, այսինքն ես ընթացքն եմ, հա, նշում, թե ինչ ձև էր դա գնում։ Եվ ընդամենը, երբ որ մենք ասում ենք ժողովուրդ, դա Թրամփը չի, որ ահա երրորդ կողմը Թրամփը եկել է, քիթը խոթում է, այստեղ չի խոթում, ընդամենը Ռուսաստանի ձեռքից խլում է այդ կետը, այդ միջազգային մեծ նշանակություն ունեցող այդ կետը, մեր Սյունիքը, ընդամենը թաթը դրել է, ու ասում է համատեղ կառավարում, համատեղը նշանակում է ինչ, այո, տերն ու տիրականը միջանցք կոչենք, ճանապարհ կոչենք, ինչ, Հայաստանն է, բայց որ համատեղը անունը, համատեղ կառավարում, դա նշանակում է առյուծի թաթը տեղը, որ հանկարծ ոչ մեկ չհանդգնի, ասենք այդ կետի վրա ինչ-որ Հայաստանի գլխին սև ամպեր բերի։ Սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի, Թուրքիայի կամ ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ այո, ակտիվացել են, այո, այդ ճանապարհը իրանց պետք էր, շատ էր պետք, եւ իրանք խեղդվում են արդեն եւ իրոք կարող են արագացնել այս process-ը։ Արագացնեն եւ ասենք ուժային ձևերով, այսինքն հստակ սպառնում են։ Եվ ժամանակին, երբ որ մենք մեղադրում էինք Հայաստանի իշխանություններին, մենք կանխազգում էինք այսօրվա օրը եւ դրա համար էինք քննադատությունը անգամ մինչեւ շատ խիստ քննադատության էինք անդրադառնում, որ ինչ է անում, ուր է մեր քաղաքապաշտպանությունը։
ուրա մեր այսինքն մենք միայնակ ի վիճակի չենք այդ երրակոմ տանդեմին դիմակայելու։ Դուք պատկերացրեք 80 միլիոնանոց Թուրքիա, 140 միլիոնանոց Ռուսաստան եւ 10 միլիոնանոց Ադրբեջան։ 3 միլիոնանոց Հայաստանը ինչ պետք է անի։ Ոչ մի բան։ Ջախջախված բանակով, ջախջախված հոգեբանությամբ, երբ որ այս թեժ պահերին փոխանակ բանակը ուժեղացնի, հայտարարություն են անում մեր կառավարությունից, որ մեզ բանակ պետք չի։ Պատկերացնում եք։ Բացի դրանից հրաման են անում 2 տարին դարձնել 1.5 տարի երեխաների։ Այսինքն ամեն ինչը տանում են դրան, որ բանակ չունենաս։ Այսինքն քո փոխարեն կգան շուտ զինվորներ կկայնեն կարաճորերով եւ Հայաստանը կղեկավարեն։ Այդ ժամանակ ենք մենք ասում, եղբայրներ, մեզի դաշնակից են պետք։ Ոնց որոնք ոչ թե 3-րդ, 4-րդ, 5-րդ թական մակարդակի աշխարհի թիվ 1 հզորագույն պետությունը, որը ավելի հզոր է կամ Իրանից հետո գալացող 10 պետություններին, որ միացնես իրար հզորությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների չափ հզորություն չունեն։ Ու այդ մարդիկ, դուք պատկերացրեք, ամենաբարձր մակարդակով այցելում են Հայաստան, ասում են այ հիմարներ, ինչ անենք ձեզ համար, ինչ զենքապետք, ինչ անենք, ասում են մեզի ոչ մի բան պետք չի։ Մենք ունենք դավաճան ռուս, ինքը մեր փոխարեն մեր ճակատագիրը կորոշի։ Բարի։ Այս կանալ սա ամեն ինչը հիմա չնայած դա ավարտած չի։ Այսինքն ինչ ավարտած չի։ Այսինքն այս որոշումները ավերջուկի, ասենք այս սպառնալիքը գործընկերը շատ ճիշտ նշեց, ավերջուկը չկա այդքան, որ ինքնուրույն այդքան բան ասի, այո, բարձրագույն Կրեմլից եկած իրանց ծրագրի շարունակությունը, որ իրականացնեն։ Զգուշացում է այսինքն Հայաստանին։ Չեն կարող իրականացնել, որովհետև հələ Ամերիկան իր հաջորդ քայլը չի ասում։ Պարոն Պողոսյան, դաշնակից է պետք, ասում է պարոն Սարուխանյանը, եւ հարց է բարձրացնում, պատրաստ ենք արդյոք այդ սպառնալիքներին դիմակայելուն կամ հակադարձելուն։ Եվ ձեր արձագանքը նորից։ Իհարկե Այս ակնարկի, Օվերչուկի ակնարկը ներողություն տայել ասեմ։ Դուք ասում եք դեռ գուցե եւ իրենք ոչ մի բան չեն նախաձեռնի, բայց ակնարկում են, որ պետք եղած պահին մենք ունենք այս զենքը։ Ճիշտ հասկացա ես ձեզ։ Այո, իհարկե։ Իհարկե դա դաշնակից պետք է մեզ, ոչ թե մի հատ պետությունը կարող է 2-3 պետություն։ Այդ արդեն մեր դիվանագետներից հակախված ու ինչ անվտանգության խորհուրդը որոշում կայացնում։ Պետությունը չի շարժում մի մարդու գաղափարով, խոսք օրինակ չկա sense բան պետության մեջ։ Դա թիմն է որոշում, այսինքն քաղաքական թիմ, անվտանգության խորհուրդը, դիվանագետներ խորհուրդ են տալիս, հետախուզություն խորհուրդներ է տալիս։ Ուրեմն իհարկե դաշնակից պետք է մեզ, բայց մենք այդ թեմայով միշտ խոսացել ենք ու նույնը գլխավոր շտաբում մենք սկսել ենք աղագին աշխատանքներ, այս մասին ես խոսացել եմ նույն Ֆրանսիայի դեսպանի հետ, պետնախարարի հետ Ֆրանսիային, այդ հարցերը բարձրացրել եմ, ասում եմ եկեք մտածենք ոնց է կանում, որ մտնում եք Հայաստան վերջապես խոսքը օրինակ։ Ու շատ լուրջ այդ թեմաներով խոսացել ենք իրար հետ, նույն թեմայով ես խոսացել եմ Պարսկաստանի հետ, նույն Հնդկաստանի հետ ենք խոսացել, ասում են Դուք այն ուղղություններն եք մատնանշում, որ ուղղությամբ, որ Հայաստանը փնտրում է եւ փորձում է դաշնակից իրեն նայեք, ինչ որ վերջի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրան թիմով սկսել են բաննակցել Պարսկաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Հայաստանի ճանապարհի մասին սկսել են, դա իրաց գաղափարը չի եղել։ Այդ գաղափարը մեզնից դուրս է եկել իրանց մոտ ու դրանք այդ բանը սկսել են անել, որովհետև սկսել են մի քիչ գոնե հասկանալ։ Իմաստը ամենակարևորը ինչ ուզում եմ նշեմ։ Քանի որ նայեք, ես միշտ ասել եմ ու ասում եմ, չնայած որ պարսիկներ իրանց ճիշտ չեն պահել 20 թվին պատերազմի ժամանակ։ Ես իրանց դիվանագետներին եմ ասել այդ թեմայով, բայց բոլոր դեպքերում մեծ դեր են խաղացել պարսիկներ, քանի որ Սյունիքը հիմա մնացել է մինչև այսօր, ոչ թե ամերիկացիք, որովհետև նույնիսկ Մոսկվայում, որ իրանց արտաքին գործերի նախարար
անցած տարի գնաց Մոսկվա ու սկսել են խոսալ Լավրովի հետ, Լավրովը ասաց, որ սկսել է խոսալ Միջանսկը, ինքը իրան պրես կոնֆերանսի ժամանակ ասաց մի հատ կաղնի, այստեղ կարմիր գիծ է, դուք չեք կարող մտնեք, այս կարմիր գիծ է։ Ինքը վերադառնում է, մի քանի օրից հետո գնում է Շոյգուն, անվտանգության կարտուղարը գնում է Պարսկաստան։ Մենք նորից ինֆորմացիա ենք ստանում, պարսիկներ ասում են, եկավ փորձից նորից մեզ համոզել, որ մենք այս ճանապարհը բացենք, չխանգարենք, այսինքն պարսիկներ նորից ասել են, ոչ։ Հիմա եթե մենք ասում ենք տրիպը նույնը 9-րդ կետն է։ Դեղ երկրորդ բան չկա։ Ես վստահաբար ասում, նայեք, ինչ կանալ Եվրոպայից չեն ասում, ինչ չեն խոսում Տրամպի դեմ, բա ինչու դու ռուսներին չես ճնշում, այդ բան, ես ձեզ, հետո կտե, հիմա ես չեմ բանավիճում այս թեմայով, որովհետև ես գիտեմ, վերջի կետը լինելու է, որ տրիպը դառնալու է 9-րդ կետ ռուսների համար։ Այսինքն այստեղ տարբերությունը ձեր տեսակետների հետևյալում է։ Պարոն Սարոխանյանը ասում է տրիպով Միացյալ Նահանգները եկան իրենց ձեռքն է ցույց տալիս, ձեռքը դրեցին այդ 42 կիլոմետրի վրա Սյունիքում, որպեսզի ռուսներին հետ քաշի, դուք ասում եք ոչ մի ռուսներին էլ հետ չի քաշելու Թրամփը, Միացյալ Նահանգները, տրիպը լինելու է նույն 9-րդ կետի տրամաբանության տակ։ Այստեղ ես հիմա ուզում եմ ես հասկանամ դուք ինչպես եք տեսնում։ Ուրեմն Ուկրաինայում հետ է քաշել ռուսներին, իհարկե ոչ, որտեղից է քաշել հետ, ոչ մի տեղից, ու չի քաշվելու, այն իսկանը ուշ չունի։ Այսինքն այո, դուք ասում եք, տրիպը դա նույն 9-րդ կետն է, եւ Թրամփը ոչ մի Ռուսաստան հետ չի քաշել։ Այո, ու չի քաշվելու։ Ուրեմն այսքան ուժ չունի, մենք իրան գործողությունների Պարսկաստանում ենք լինում։ Ռուսները ասել են, մենք երկրորդ բանակն ենք, աշխարհի երկրորդ բանակն ենք։ Ուկրաինա պատերազմը ապացուցեց, որ այսքանը երկրորդը չի, դաժե 10-րդը չի։ Միացյալ Նահանգներն են ասել մենք առաջի բանանք եք հիմա ապացուցում է։ Բայց այստեղ մի կարևոր բան կա, ասեցի, մի մոռացեք, այստեղ Իսրայել էլ կա։ Իսրայելին պետք է, որ ամերիկացի կամ ռուսներ գան վերցնեն ու այս ճանապարհը կտրեն, որ պարսիկներ սևծով չեն կարող դուրս գան։ Մեր ձեռքերով ուզում են, որ մենք դառնանք թշնամի Պարսկաստանի հետ։ Մենք իրավունք չունենք, ես նորից ասում եմ, ուզում է Տրամփ գա, ուզում է Հիսուս Քրիստոսը իջնի, Հայաստան Նախճիվան սահմանը պիտի փակվի։ Բարի։ Պարոն Սարոխանյան, նախ պարոն Պողոսյանը ասում է ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Իրանի շնորհիվ Սյունիքը մնաց պահպանվեց, նախ դա ձեր արձագանքը այդ ձևակերպմանը եւ երկրորդը այո այն ինչի մասին նոր խոսում ենք Թրամփի այնտեղ կամ հայ-ամերիկյան ընկերության ներկայությունը այդ ճանապարհին բնավ չի նշանակում որ Ռուսաստանը հետ է մղվել եւ Ռուսաստանը չի գործարկելու այդ ճանապարհը Ես ձեր հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել եմ այդ հարցին, երբ որ ասում ենք որ Թրամփի ճանապարհը նույնն է ինչ Զանգեզուրի միջանց կոչեցելը։ Դա բնավ այդպես չի։ Թրամփի ճանապարհը մենք հələ չգիտենք ինչի համար է կառուցվում։ Եթե Զանգեզուրի միջանց կոչվածը մենք հստակ գիտենք ինչի համար է, Ռուսաստան, Ադրբեջան, Նախճիվան, Թուրքիա կապը ապահովելու համար, ապա Թրամփի ճանապարհը մենք չգիտենք, գուցե Զանգեզուրի միջանցք որպես այդ հոգեբանությամբ չաշխատելու համար է։ Դովերչու կպարզ ասում է Զանգեզուրի միջանցքի միջալը։ Դովերչու թող ասի, իր ասելով չի։ Այդ ձևակերպումն է։ Իր ասելով չի, թիվ 1 աշխարհի ամենազորագույն, լավ, ռազմական առումով չէ, որպեսզի չվիճենք պարոն Պողոսյանի հետ, ապացուցեց, որ առաջինը չին, հա, որովհետև խնդիրներ կա, ասենք, ինչ առումով առաջինը կամ երկրորդը։ Այդ դեպքում ով է առաջինը, Ուկրաինան, Իրանը, Եվրոպայում այո։ Հա, Եվրոպա չի աշխարհում։ Աշխարհում չկա հիմա։ Հա, չկա, այսինքն այնուամենայնիվ մենք ստիպված ենք Չինաստանը լռում է դեռ։ Չէ, այնուամենայնիվ մենք ստիպված ենք գնահատականը տալ
ըստ ֆինանսական ներդրումների բանակներում, չէ՞, դրա մինչև կարող է թույլը հաղթի այդ ուժեղ ֆինանսավորված պետությանը։ Երրորդ համաշխարհային պատերազմից հետո կերևա, թե ով էր ամենաուժեղը։ Աստվածչանը որ Արդեն ընթացքի մեջ։ Արդեն ընթացքի մեջ, էսի նախա Հալը վայնամասշտաբը։ Եվ մենք չգիտենք այդ Թրամփի ճանապարհը ինչի համար է։ Ես ձեր հաղորդումներից մեկի ժամանակ եւս ասել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասենք ասենք լավ, պայմանական արևմուտքը կրակնանգ է մի հատ ռուսական կայսրության ձեռքը։ Իր կմաճիկներով, իր զորությամբ, իր ատոմային մահակով, իր նավթի շանտաժներով, նավթը կտամ չեմ տա, գազը կտամ չեմ տա, այսինքն կրակնանգ է այդ բռնատիրական ռեժիմի ձեռքը։ Եվ բնավ ինքը շահագրգռված չի, որ եւս մի այդպիսի հոգեբանությամբ խորքում ավելի հզոր միացված մի նոր բռնատիրական կայսրություն առաջանա, որը Թուրանն է։ Եվ այդ հոգեբանությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ առհասարակ եվրոպական հանրությանը, արևմտյան հանրությանը բնավ ձեռ չի տալի, որ այդ Թուրանը իրականություն դառնա։ Եվ միակ Շահառուն, հա։ Մենք ենք միակ խոչընդոտը, խոչընդոտը այդ մենք ենք, Հայաստանն է։ Դրա համար էր, որ այդքան սուր, ասենք ասենք, հետաքրքրություններ առաջացել, Եվրոպայից գալիս էին, Ամերիկայից քանի մեծ պաշտոնյա եկան, ախր իրանց էլ է ձեռ տալի։ Եվ մենք այս առումով ասում ենք, քաղաքականությունը միայն սիրուն աչքերը չեն։ Քաղաքականությունը նաև ընդհանուր շահեր որոնել եւ այդ ընդհանուր շահերը գեներացնել եւ քո օգտին աշխատացնելն է։ Սա հենց այն դեպքն է Հայաստանի համար փրկության միակ դեպքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ առհասարակ Արևմուտքի Եվրոպայի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Այդ հատվածում։ Այդ հարցում, գոնե այդ հարցում, գոնե դա եւ դա միակ տարբերակն է, որից մենք ինչ վերաբերում է նա, որ Իրանը չի թույլ տվել, ասենք Իրանի շնորհիվ է, չկա տես բան։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է, որ մինչեւ օրս Երևանը չի ռմբակոծում, Հայաստանը չի ռմբակոծում, Ջերմուկում թուրքերին, ադրբեջանցիներին կայնացրել են ամերիկացիները, ոչ թե Իրանը։ Եվ հենց այդ տրամաբանությամբ, որ ասենք այդ Թուրանի դարպասը չիրականանա, Թրամփի ճանապարհը այսօր ամերիկացիները վերցրել են իրանց ձեռքը։ Եթե այո, հնարավոր է, ես չեմ բացառում, որ այսօր իրար հետ պատերազմող Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանի պետությունը, մոլայական պետությունը Զանգեզուրի հարցում համակարծիք են։ Այո, իհարկե Իրանին էլ ձեռ չի տալի, որ կտրվեն Հայաստանից։ Եվ երկրորդը, ասենք թե Իրանը չկտրվավ Հայաստանից, այդ Զանգեզուրի միջանցքը չգործեց եւ Հայաստանով դուրս եկան Սևծով։ Նախ հələ Հայաստանից հետո մի հատ ռուսական գուբերնիա Վրաստանով պետք է մտնեն այնտեղ Սևծով։ Սևծով հայտնվելուց հետո անդե իրանց գրկաբաց, այսպես դիմավորում, որ ըհն Իրանի երկրորդ կեսը, ասենք, իրանց ազգի երկրորդ կեսը այն մասում են եւ այդտեղից հետո, այսինքն սա միայն Թրամփի ճանապարհով չի, այլ քաղաքական գլոբալ մեծ աշխարհայաց վերլուծելով է։ Ասենք թե հա դուրս եկավ ու ասենք Իրանը կոչվեց, ասենք որ Սևծով է դուրս գալի եւ ինչ, եւ ով է դե իրան սպասում։ Եթե կա էմբարգոներ, եթե կա ասենք արգելանքներ Իրանի նկատմամբ, եթե կան, ասենք, նույն Ամերիկան չի վերացել, նույն Եվրոպան չի վերացել, նույն Իսրայելը չի վերացել։ Պարոն Սահակյանյան, շնորհակալություն, պարոն Պողոսյան, եթե արձագանքելու բանն եք համեցեք եւ մի քայլ էլ առաջ դնենք, Իրանում պատերազմ է, բոլորս գիտենք, Սյունիքի այդ հատվածի ճակատագիրը այս պատերազմի տրամաբանության մեջ դիտարկենք նաեւ, դե բերեցիք, ասեցիք Միացյալ Նահանգները եւ Իրանը այս հարցում կարող է եւ համակարծիք լինեն։
Այո, շահերը Իսկ դուք էլ ասում եք Իսրայել կա այստեղ, իսկ Իսրայելին մեծ ուժեղ հզորացած Թուրան ձեռնտու է Իսրայելի տեսակետը։ Եվ այսպես արձագանք եւ պատերազմ, Իրանում պատերազմ, Սյունիքի միջանցք։ Ուրեմն միանշանակ Իսրայելի մատախարն է, մենք այդ ոչ թե մենք վերլուծում ենք, այդ մենք գիտենք։ Իրանց Երուսալիմ պոստում դուք հոտացած մասին տեղյակ եք հիշում եք, դրան գրել են անպայման մենք ամեն ինչ պիտի անենք, որ օգնենք Ադրբեջանին, դրանք մտնեն Սյունիք։ Իրանց ամենազոր ԶԼՄ-ներում դա նշացա, Իրան փորձագետներ ռազմական։ Դե իրենք փող են տալիս, տպում են, պարոն Պողոսյան, դա այդպիսի հոդվածների ճակատագիր է։ Էդի Հայաստան, Իսրայելը Հայաստանը չի։ Դեռ գեներալը չի։ Դուք կոնկրետ թերթ եք մատնանշում։ Այո։ Ես ասում, Իսրայելը Հայաստանը չէ։ Դրանք էշեր դուրս չեն տալ։ Այդ եթե գեներալ բաները ասում, դեռ շատ խիստ է այդ մոմենտներով։ Որովհետև դա քաղաքականությունը ոչ թե համաշխարհային քաղաքականություն է։ Առաջին ինչ որ վերաբերում է Պարսկաստանին։ Այդ այսպես ասած Պանդորայի դռները, որ Թրամփը բացեց, ով ում վրա ուզում է, հիմա հարձակում է։ Ես ես վստահաբար ասում եմ, վաղ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշելու է հարձակի, ոչ մեկը չի խանգարելու։ Այդ առաջինը։ Երկրորդը մենք պիտի ուշադիր լսենք ինչ որ Ֆրանսիան է հայտարարում։ Ու մենք ոչ թե մի անգամ այդ թեմայով ենք խոսացել Ֆրանսիայի դիվանագետների հետ եւ որ ժամանակ Ֆրանսիայի պետնախարարը դրանք հասկանում են ու ասում են, որ միասան նախանձներ հիմա Թուրքիային զինվում են, այսինքն այդ ինքնաթիռներ, ռազմական ինքնաթիռներ 4+ նախավերջ ու վերջին ուզում են տա, դրանք զինվում են Ֆրանսիայի դեմ, դա Ֆրանսիայի հայտարարությունն է, Հունաստանը այդ հարցը բարձրացրել, որովհետև կտենակ Թրամփը ամեն ինչ անելով, որ Եվրոմիությունը կանգնի։ Այդ ես ասում եմ, ֆրանսիացիք են հայտարարում դրա մասին։ Համաձայն եք, պարոն Սարոյան։ Միացյալ Նահանգների Ամերիկան։ Պարոն Սարոյանը պիտի ասի, ինքը Մակրոնի հետ համաձայն չի։ Չէ։ Այս հարցը խնդրում եմ հիմա հենց։ Խնդիր չի, ես ձեզ ասում եմ, ռազմաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ինքը իրանով արդեն քանդված էր, որովհետև ինքը համագործակցում էր մի կազմակերպության հետ, որը կոչվում է ՆԱՏՕ, եւ ՆԱՏՕ-ի հիմնական ուժը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Եթե այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավացի պահանջ են դնում եվրոպացիների դեմ ինչ որ հարցերում եւ եվրոպացիները, ասենք ասենք համաձայն չեն դրա հետ, դե բնական ասում դե այս դուք այսօր ձեր քաղաքական գնացեք պաշտպանվեք։ Այսօր ընդհանրապես եվրոպացիները բախվում են ռեալ իրավիճակի հետ, ռեալ իրավիճակի հետ։ Փաստորեն եվրոպացիները իսկապես չունեն միասնական պաշտպանության համակարգ։ Եթե չլինի ՆԱՏՕ-ն, պատահական չի Ամերիկայի ՆԱՏՕ-ից դուրս գալու այդ թեմաները, որ շոշափվում են, չէ՞։ Սա ընդհանրապես սպառնալիք են առայժմ Ամերիկայի կողմից։ Որ գիտեք ինչ կա, չեք լսում ինձ, ձեր դաշնակցական պարտականությունները լիարժեք չեք կատարում, կամ կատարում եք այն չափով, ինչքանով որ դա եղել է խաղաղության պայմաններում։ Բայց այսօր փոխվել է իրավիճակը, այսօր բուրըն պայմաններ են արդեն առաջանում։ Դուք պարտավոր եք արագ, ես նորից եմ կրկնում, եվրոպացիք յուղոտած այդ պոնչիկ վիճակները ուղղակի շատ դժվար են կտրվում այդ իրանց բազկատորներից։ Այս ամբողջ process-ը միտված է նրան, որ այս դուք, այս ձեր Թուրքիան, այս ձեր Թուրանը, այս ձեր Ռուսաստանը դե գնացեք յոլա գնացեք։ Սրանք արդեն պանիկայի մեջ են։ Կամ պետք է ինքնակազմակերպվեն Եվրոպացիները։ Այո, ինքնակազմակերպվեն կամ էլ այնուամենայնիվ մեկիկ ենթարկվեն իրանց բլոկի ամենահզոր թելադրողին։ Հիմա դուք պատկերացնում եք, ասենք Ռուսաստանի շուրջ համախմբված պետությունները դժվարությամբ կատարեն ինչ որ Պուտինն է իրանց հրամայել։ Ճիշտ համեմատություն է բան։ Իհարկե Իմ բան։ Արդեն հարցը ուղղեցի։ Խնդիր չկա, լավ, խնդիր։ Ուրեմն մեկ էլ Պանդորայի արկղի մասին անդրադառնամ, խնդիրը նրանում է, որ այդ Պանդորայի արկղը բացեց հենց Ռուսաստան։ Ինչով։ Ուկրաինայի հարցակվելով, Արցախի մինչև Ուկրաինայի հարցը
Արցախում հարցը լուծելով ըստ իր քմաճույքի առանց ազգերի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով քարտեզայի ոնց որ իր նախնին Լենինը Աթաթուրքի հետ դերեցին sense գծեցին այսօր նորից ասեց այս է լավ քարտեզա իր ուզածով մի մարդու հրամանով այսինքն ազգա վերածվել 5000 տարի արմատ ունեցող ազգը այսպես կոկից փոքվել ու շպրտվել է ինքով Բարի Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասին եկեք չմոռանանք Յուգոսլավիայի մասին սկզբից այդ Պանդորայի մասին եթե մենք խոսում ենք Յուգոսլավիան պիտի հիշենք որ հարձակվել են կներեք ու Յուգոսլավիա որպես պետություն ոչնչացրել են ինչ որ կապված Դա ինչու վերեցիք այդ օրինակը Պանդորայի կապված Այո, մինչև վերջ Ռուսաստանի հետ զուգահեռ Ես ուզում եմ անցկացրեք չէ կարող ունենալ անջատվում են ուրեմն մարդիկ ինքնորոշում ես հիմա ասում եմ հիմա սենց իրավիճակ աշխարհում ով ում վրա կուզենա հարձակվի ոչ մեկը չի խառնվելու ինչ որ վերաբերում է Եվրոպային որ Տրամպ ասма ծեր պարտավորությունն է դի Նախ վարաշ դեղ պարտավորությունը չի լինում, որովհետև 5-րդ կետը չի աշխատում, ինչու համար։ 5-րդ կետը չի կարող աշխատի, քանի որ Ամերիկայի վրա ոչ մեկը չի արձակվել։ Իրանի այս իրավիճակը նկատի ունենք։ 5-րդ կետում ստույգ նշած է։ Մի այդ պատճառով կարող է 5-րդ կետը աշխատի, եթե հարձակվում ինչ որ մեկը իր, այսինքն Ֆրանսիա իր, Գերմանիա իր, Բրիտանիա, Գոլանդիային, Հունաստանին, Ամերիկայի դեր ոչ մեկը Ամերիկայի վրա, ոչ Եվրոպայի վրա չի արձակվել։ Դրա համար Տրամպը մի քիչ, ոչ թե մի քիչ, արդեն այսքան օր լիքը գեներալներ են հանել։ Ինչու հələ Ամերիկայի պատմության մեջ sense բան չի եղել, որ պատերազմը նախագահան սկսում է պատերազմ ամբողջ 76% բնակիչները ժողովուրդը դեմ են, բանակը դեմ է, ես մոտիկ 5 ունեմ Ամերիկայի բանում ծառայում, բանակում Կալիֆոռնիայում հատուկ նշանակության մեյջորա, մայորա։ Ասում դու չես պատկերացնում, ստեղ ինչ հակատարում։ Ասում եմ, ոչ մեկը չի ուզում Պարսկաստանի դեմ գնալ, ասում եմ, որտեղ մեր պատերազմը չի, ու մենք Իսրայելի համար չպիտի գնանք զոհվենք։ Հիմա բազմաթիվ քանակով 3 այսօր 3 4 սկսել են լիքը գեներալներ դուրս են գալի բանակից։ Համաձայն չեն։ Ու Տրամպը շատ վատ ավարտել է այս հարցի հետ կապված։ Ուրեմն Եվրոպան որ չի խառնում, ճիշտ անում։ Իսպանիայի վարչապետը ասեց, լսի, երկրորդ անգամ դուք մեզ չեք խաբելու, որ մտել եք Իրաք, այդ բանը ցույց տալի դեր, այդ լվացքի բան փոշի ցույց եք տալի, որ իբրև քիմիական զենք է։ Ճիշտ են անում, որ չեն մտնում։ Այդ իրանց պատերազմը չէ, այսինքն Նիտոնիա համար ամերիկացիք պիտի գնան զոհվեն, ինչ համար։ Վերադառնանք Սյունիքի Ջանսկ, վերադառնանք այդ շահերի դրամա համընկնմանը կամ հակառակը։ Ուրեմն նայեք, պարոն Սարոխանյանը որ ասում է, ով է պարսիկներին սպասում է, այն էլ ոնց են սպասում Վրաստանում, նախ որ աղագին ապրանք է մտնում իրանց Բաթումի եւ Պոցի։ Վրաստանը ասել ռուսական կայսրություն։ Կարևոր չի, բոլոր ով կգա չգա, մեկ աշխատելու է Պարսկաստանի հետ, որովհետև մեր կետևից Հնդկաստանն է կառնացել, իրանց համար էլ է պետք է ճանապարհ, որովհետև Հնդկաստան մտնում է Պարսկաստանի, Պարսկաստանի միջոցով գալիս մտնում անդեղ։ Դրանք համատեղ աշխատում են։ Եթե դուք մտածում եք, որ պարսիկներ ռուսներին այսքան վստահում են կամ էսպային հարգում են, սիրում են, ես դες վստահաբար ասում եմ ոչ։ Ոչ։ Չկա սես բան, որովհետև ես իրանց հետ կապի մեջ եմ։ Մի քանի անգամ այդ հարցերը տվել եմ ու գիտեմ, ներսից էլ գիտեմ, իրանց զինվորականների հետ են խոստացել այն ժամանակ, որ եղել են գլխավոր շտաբում։ Չկա սենց բան, դրանք երբեք Գրիբոյեդովին երբեք չեն մոռանալու դրանք ռուսների չեն։ Ոչ մի բան չեն մոռանում։ Չէ, բանը, պարսիկներ չեն մոռանում։ Պարսիկներ չեն։ Դրա համար ես ասում, Սյունիքի հետ կապված հարցերը նորից մենք պիտի զգուշ լինենք։ Նորից ես ասում եմ, մեր ժողովուրդը պիտի հասկանա, այդ որ ասում են մենք փող կաշխատենք, այս 40 հասկանում եք, 42 կիլոմետրի վրա բիզնեսը չի լինում։ Լավ, դուք ելի նորից նույն միտքն եք ուզում, ասեք, որ այդ ճանապարհը չպետք է բացվի, ճիշտ է, հիմնավորելով։ Այս ճանապարհը պետք չի հեչ։ Լավ, պետք չի, բայց մենք խոսում ենք, եկեք հարցը տակ։ Մենք խոսում ենք այն մասին, որ այնուամենայնիվ ծրագիրը կա, ճիշտ է, ծրագիրը կա, պարոն Այգ, բայց չի աշխատում։ Դե այսօր չի աշխատում, հիմա իմ հարցս այդ էր։ Իմ ասածն է, Տրամպը այդ ճանապարհը կոչել է Տրամպի ճանապարհ, ինչի՞ մար։
որպեսզի աշխատի, գուցե նրա համար որպեսզի չաշխատի։ Եթե sense լավ է, շատ լավ է։ Հələ չի աշխատում է։ Եթե չէ, հնարավոր չէ։ Լսեք, ժամանակին ասեց Վլադիմիրը այսպես տղա է։ Այսպես ցենտրը շատ ուժեղ տղա է, բայց այսօր Մոսկվան են ռմբակոծում։ Դուք մի նայեք բառերի, այսօր բառախաղերը մարդկանց մոլորեցնելու համար։ Բարերի չեմ նայում։ Ահա, դե մա տեսեք, բառերին չեք նայում, բայց ասեք գործողությունը ինչ է։ Գործողությունը հենա որ ռուսական այդ ճանապարհը չի աշխատում։ Միջանցքը չի աշխատում։ Բայց փողերը արդեն դելեգացիան ստեղ աշխատում արդեն։ Այդ գնացել են մեղրի։ Լավ են անում։ Եթե ամերիկացիներն են գնացել, ուրեմն լավ են անում։ Հա, լավ են անում։ Մեր փրկությունը ամերիկանն է։ Եվ բոլոր այն գործակալները, ովքեր Հայաստանում գործել են, սկսած Նիկոլ Փաշինյանից։ Տեսեք, Եվրոպայից եկավ ու գնաց Մոսկվա, ասեց Պուտին ջան, ես քոնն եմ ապեր, ընդ ինչ որ հենա ասեցին դիմումը գրի չգրեցի եկա, ինչա պետք անել։ Ես ձեզ ասեմ, ընտրություններից առաջ այդ այցելությունը Նիկոլի, ընդամենը Նիկոլի վարկանիշը բարձրացնելու համար էր։ Դուք պատկերացնում եք մի գործիչ, հայ չի, Նիկոլը չի, Լուկաշենկոն կամ մեկ այլ ռուսամ գնամ Կրեմլում ու հակառուսական, ասենք, թեզեր առաջ տանի։ Համաձայն եմ, այդ էլեմենտները էլ կա։ Վերջինը, այդ ձև մարդ, վերջինը միամիտ մարդ, այսինքն որ պիտի ժամանակին զգուշը լեր, դա Սաակաշվիլին էր։ Ու մենք տեսանք ինչ կատարվավ, որ վերջում իր փողկապն էր ուտում։ Ու դուք ուզում եք ասեք Նիկոլը այնտեղ այդպես հակառուսական այդպես իր հայկական Պարոն Սոխա, ես հաստատ չեմ ասում։ Չէ, ես ձեզ չեմ ասում, ես այնտեղ բան, այսինքն ինքը գնացել է այնտեղ իր դիրքերը ամրապնդելու, որ պարոն Պուտին, ինչ քեզ պետք է, ես անում եմ, հենա, ինչ կասես, այնի կանեմ, ու այդ կանից հետո ինքը այնտեղ իր, սենց ասենք, նասկիներն ու տրոսիկը կուտեր։ Ոչ թե միայն փողկապը։ Ցուցատալի քարտեզը, էսա մեր քարտեզը ձեր հեղափոխական գույնավոր հեղափոխությունների շարքը դնող աշխարհում Լենինի քարտեզը հիմար օրենք է գույնավոր հեղափոխություններից են խոսում Ռուսաստանից, ես հապշում եմ, ասում ընկերներ առաջի գույնավոր հեղափոխությունը հենց դուք եք արել կարմիր գույնով։ Հիմա շատ էլ որ մեկի գույնը տարբերվում է, նարնջագույնը կամ եսի վարդագույնը։ Բայց գույնավորների սկիզբը դրել են հենց Ռուսաստանում, Կրեմլում։ Թող է դրա մասին չմոռանան Կրեմլի այսօրվա դեմոկրատները։ Ես իմ ասելիքը հետևյալն է, որ բոլորը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Կրեմլի լավագույն իրանց աճող, իրանց վարկանիշով հա գնալով աճելով լավագույն գործակալներն են։ Բերեցին երրորդին, 5-րդին, Սամվել Կարապետյանին։ Ընթացքում տեսա, որ էսի անլեզու անբերան, իր փոխարեն իր աղբոր տղեն է խոսում, ընդ իրանց թմակը եսիմ ովքեր են խոսում, չէ, Նիկոլը շատ լավն է։ Գնաց վերահաստատեց, ասեց Պուտին ջան, հենա ծառայում եմ, ի՞նչ ես։ Ասում դեռ գնաց ծառայում։ Տարօրինակ չի, որ Ռուսաստանում ով ինչ աշխատել է, սարս խլում է։ Ռուբեն Վարդանյան, հիմա Սամվել Կարապետյանի հերթնայեք է, ու բոլորը միակ մարդը, որը չենթարկվավ Կրեմլյան այդ հայկական դավադիկ, այսինքն կառույցին, դա Լևոն Հայրապետյանն էր։ Եվ վերջապես իրան տեսավ ինչ արեցին։ Եվ բոլոր այսօրվա օլիգարխները, որը հայասեր են դառել, մի հատ հայի չկարացան սիրեին, Լևոն Հայրապետյանին, որ հելեին ասեն, ես ինչ եք անում։ Ու սպառնում են հայերին սենց անեն, հայերին նենց անեն։ Ես ինչի համար եմ այս մանրամասները մտցնում, կարծես թե թեմայից դուրս է, բայց ոչ, սա մի ամբողջական թեմա է։ Մի ամբողջական Ռուսաստանը, ինչպես որ որպես մանրադրամ Հայաստանին օգտագործել է, հիմա էլ ուզում է էլի շարունակի օգտագործել, եւ այդ օգտագործման դեմ, որ հայը չօգտագործվի, հայ արունը ևս չտապվի։ Ինքնուրույն ես նորից եմ կրկնում, ես ուղուն ու ծուծով հայամետ եմ, ու հանկարծ մեկը չփորձի ինձ անվանի, ասենք, Ամերիկա մեծ կամ Եվրոպա մեծ կամ եսի ինչա մեծ, ես հայամետ եմ, ընդամենը ես օյակ տրամաբանությամբ տեսնում եմ, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը, արա, պայմանական, ասենք, Իրանում ապացուցա, որ առաջինը չի, այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որը այսօր փորձում անկախ նրանից Տրամպը ինչքան ծծաղելի վիճակներում է հայտնվում կամ հակասական բաներ է խոսում, անկախ դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունը իր գնացքը հստակ էտում է աշխարհում
բռնատիրական ռեժիմները գոյություն չեն ունենալու ու վերջ ուզում եմ մոլորակը տրակվի Ռուսաստանը այդ թվում է Ռուսաստանը դրա ուղնուցուցն է Թրամփի վերաբերմունքը կամ Միացյալ Նահանգների վերաբերմունքը Ռուսաստանին վերանալու է Ռուսաստանը այդ վիճակով որը վերանալու է Իրանը մոլայական Իրանը այո նա հզոր պետություն է այո նա մեծ պետություն է 5 քաղաքակրթություն ունեն բայց մոլաների հետ ինչ կապ ունի այդ հնագույն պատմությունը այսօր մոլաների հետ հնագույն պատմությունը Հեչ են անում, ու թող հանգարց մոլաները օրինակ չբերեն, որ մեր նախկինները սենց են եղել, ձեր նախկինները չեն Դե իրենք Դա են մարդկանց նախկիններն են, ովքեր այսօր ամբողջ միլիոնավոր իրանացիներ դուրս են գալի արյուծով ու արևով դրոշներով, այդ դրանց նախկիններն են, ոչ թե մոլաների ու մոլաները հանկարծ չնույնականացնեն, որ Իրան քարտեզը որպես լոկ քարտեզ, որ Հայաստան-Իրան միացած են բան, դա բռնատիրական ռեժիմների ինչ-որ մի մասիկ է։ Ես այսօր կասեմ, այսօր ժամանակն է համախմբվելու Հայաստանի, ու համախմբվել հայկական, ասենք ասենք, միասնականության շուրջ, որ փրկվենք, էգզիստենցիոնալ խնդիր ունենք մենք, Եվ այսօր գոռալ թե վայ Ռուսաստանը եւ նոր շարունակել մոլաների կամ Ռուսաստանի Պուտինի հզորությունները ստե պատմել, այո հզոր են եւ ինչ առաջարկն ինչա, պարկենք ու հանձնվենք, ինչպես Նիկոլը։ Ոչ, առաջարկը հետեւյալն է, դրա դիմաց կա հզոր ուժ, որը 1000 անգամ մեզ եկե փրկել է ու 1000 անգամ էլ էլի առաջարկում է։ Նորից առաջարկում է։ Ու Արցախի հանձնումը դա մեր պատիժն էր։ Մեկ մարդիկ ասում են, բա ուր էր արևմուտքը, բա ուր էր Ամերիկան, որ բա էլ ինչ աներ։ Ամերիկան էլ ինչ աներ Արցախի մեջ։ Միակ չճանաչված պետությունն էր, որը ուներ դեսպանատուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միակ չճանաչված պետությունն էր Արցախը, նայեք, Արցախ միավորն եմ ասում, որը Ամերիկայի բյուջեից 4 միլիոն դոլար տարեկան ստանում էր դոտացիա։ Բա էլ ինչ աներ։ Մնում էր ընդամենը մի բան ասել, Ամերիկա ջան, արի մեզի փրկի կգար կփրկի։ Կգար կփրկեն։ Համեցեք։ Ուրեմն այսպես Միացյալ Նահանգների մասին ցեզ էլ կպատմեմ 23 թվականի հետ կապված 10 օր առաջ 20 հոգի մարդ Միացյալ Նահանգներից գալիս են Հայաստան կամերով, բաներով, միջև այդ մի ամիս դեսպանությունը պատրաստություն են անցնել մի շաբաթ առաջ ուղարկել են դեպի Հորիս այս ճանապարհը որ Լաչինից պիտի դուրս գան նախորոք նստել են մենք էլ մտածում ենք ինչ է կատարվում հետո ինֆորմացիան մենք սենց ասեմ մոտորապես Ադրբեջանի դատարանում իմ մասին էլ լսել եք որ դրանք ասել են որ ես այդ մարդ եմ եղել որ փորձել եմ ամեն ինչ կազմակերպել որ չստացվի Ինչը չստացվի որ բան է դիպարտացիա չլինի պատերազմի մենք արանք դիմադրենք հա այդ մասին իրանց գլխավոր դատախազը Ես բաներ եմ խոսացել իմ դեմ ուրեմն մայիսից մենք զգուշացրել ենք որ արդեն ինֆորմացիա ունենք որ սկսելու են համարյա թե Հիմա ինչ մայիսը 23 թվին մասին Դուք հիմա 23 թիվն եք պատմում Այո 23 թիվն եմ պատմում որ դիպորտացիան ամերիկացիք եկել են Հորիսում 20 հոգի մարդ կամիներով բամով մի շաբաթ առաջ արդեն եղել են Գորիսում մենք դա ֆիքսել ենք այլ վիդեո ունենք ոնց են նկարել նախորոք եկել են Ամերիկայից նույն ժամանակ մենք ինֆորմացիա ենք ստանում որ նախորոք իմացել են ուսես բան արնելու մենք ամերիկացիք ասել են ամերիկացիներին ասել են լսեք մենք գիտենք որ տեղյակ եք Ֆրանսիայի դեսպանել ենք ասել տարբեր պետություն մենք մեսեջ ենք ուղարկել մերոնք բան չեն անելու այդ եղել է մայիս ամիս ձեր մոտ հունիսին ամսի 14-ին այստեղ հիշում եք ես ասեցի որ 2 ամսից հետո արձակվելու Ամբողջան դուք դա պատմում եք որ ցույց տակ Միացյալ Նահանգների առաջությունը եղել են տեղյակը ու չկա sense բան գիտեք ես համաձայն չեմ ամերիկանամ եթե դուք չեք ուզում մենք էլ չենք ուզում չի լինում sense բան այդ առաջինը երկրորդը մի մոռացեք որ կա մեծ ուժեղ լոբիստական թիմը Միացյալ Նահանգներում, որ շատ ուժեղ ազդում են նույն Թրամփը իր Ամերիկայի զինվորները ինչ են ասում, ասում լսի մենք ու
բան Նետանյախոյի պատճառով ինչու եք մտնում Պարսկաստանում պատերազմի մեջ, բանակը չի ուզում, հիմա խնդիր է միասալ նախ, ես վստահաբար ասում եմ, մարդիկ ունենք ում հետ շփում ենք զինվորականներ ենք, դրանք զինվորական են, ուրեմն այդ առաջի, երկրորդը Թուրքիան մեղադրում Ադրբեջանին հիմա, Ալիևին հենց, արդեն իրանց հատուկ ծառայություններ և կոնտր ադմիրալը Ջիհադ Իուսի իրան պետական ալիքներով ասում է, որ Ալիևը բանակցում է Իսրայելի և միացյալ նահանգների հետ պայմանավորում է, որ այդ ռազմաօդային բաներ տան, իրան տարածքներ տան, ուրեմն ու հարցադրում, ես որ մասնակցելու եմ ու մտնելու եմ Զանգիզուր, հիմա Թուրքիայի հետախորհրդության ՄԻՏ հայտարարում է, որ մենք ունենք ինֆորմացիա, որ մեջքի հետևից, Էրդողանի մեջքի հետևից, Ալիևը պայմանավորում է ու խոսում է Զանգիզուրի մասին ու ուզում է մտնի իրանց հետ պատերազմի մեջ։ Այդ ես չեմ ասում, Թուրքիայում պետական ալիքներ են ասում, և գեներալներ են ասում, և Թուրքիայի հատուկ ծառայություններ։ Ու Ադրբեջանը ստացավ օքեյը։ Okay, Թուրքիան երբեք հիմա գիտեք իրենց հարաբերությունը չի հարձակվելու Ալիևի դեմ չի գնալու։ Ու եթե այդ գեներալները, հատուկ ծառայությունները ասում են մենք գիտենք, փաստեր ունենք, տելևիզորով էլ ասում են, TV-ով։ Դու գնացել ես բանակցել ես ու ստացել ես օքեյ Զանգիզուրի հետ կապված։ Հետո մենք կտենանք եւ ամերիկացիներին եւ Իսրայելին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարը
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շնորհակալություն, մեկ վարքյան ես խնդրում եմ, ինձ հուշում եմ, որ ABC TV-ի մեր եթերաժամը ավարտվել է, ցավում եմ չի հերիքում ինձ այս եթերաժամը, սիրելի բարեկամներ, եւ ես ձեզ հորդորում եմ շարունակել դիտել մեր այս զրույցը մեր հարթակներում, այլ հարթակներում, մեր YouTube-յան էջում, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պարոն Գագիկ Սարուխանյանի եւ Վլադիմիր Պողոսյանի հետ, ձեզ ամենայն բարիք, իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը, կներեք պարոն Պողոսյան, ձեր միտքը կիսատ մնաց, թե ավարտեցիք։ Դե ամենատը ավարտեցիս, ուզում եմ ասեմ, շատ շուտով մենք նայեք, ես մեծ կայսրությունը, ամերիկաների կայսրությունը։ Պարոն Սարուխանյանն ասում է, մեր փրկությունը Միացյալ Նահանգներն։ Ես չեմ ասում հա կամ չէ, ժամանակ ցույց տա։ Մենք հələ ոչ ես, ոչ պարոն Սարուխանյան, Տրամպը չեն կոստացել, Ամերիկա ադմինիստրացիան չեն կոստացել։ Մենք չգիտենք հələ ինչ պայմաններ են դրել ու մենք հələ չգիտենք Նիկոլ Փաշինյանն ինչ պայման է ստացել։ Պիտի մտնես բանակցերի մեջ, որ հասկանանք։ Միգուցե նույն ժամանակ ես ասեմ հա կամ պարոն Սարուխանյան կարող ասել, հա չէ, ճանապարհություն են գնալու։ Իսկ շահերի համընկնում եւ շահերի հակասություն։ Նայեք, ես ամենաքարևոր միտք ասեմ, Տիկին Գայանը։ Եթե վաղը Ադրբեջանը, հիմա եթե այդ բանը ինչ որ տարածում է Թուրքիայի գեներալներից հատուկ ծառայություններ, որ Ալիևի մեջ կհետևի sense բաներ անում, եթե այդ բանը դաշտային այդ բանը մարտական գործողությունների ո սկսելու է, հողի ու Ադրբեջանը կամ տրամադրելու այդ հոտավան ավակայան, Քյուրդամիր, Դալյար բանը նասոսնի այդ իրանց հետ կհամագործակցի, ես վստահաբար ասում եմ, Տրամպը վաղը մոռանալու է Տրամպի մասին ասել են Ալիևին, դերև խոսք ենք տվել, գնա վերցրու։ Հաստատ տենց ալնելու։ Չէ, ես ամոթ չեմ, ցույց բան չկա։ Այսինքն Թուրքիայի հատուկ ծառայությունները չհավատանք, որ Ալիևի դեմ են գնում, սենսն էց։ Գիտեք ինչ կա, դուք Չէ, մի վարքյան։ Լսեք, Ալիևի եւ Ադրբեջանի, ասենք ասենք, միջև այսօր ամպեր կան։ Այնքան չի, որ հարթ են, մեկ ազգ են, մեկ պետություն են, ամպեր կան։ Այո, իրանք շատ լավ օգտվում են ընդհանուր շահերից, տեսեք, բայց արանքում միշտ կա խոչընդոտներ։ Եվ շատ հնարավոր է ընդհանուր շահերից բխված Թուրքիայի հեռուստատեսության կամ ինֆորմացիոն դաշտում բաց թողեն որոշակի ինֆորմացիաներ հատուկ նպատակներով։ Ինչպես նաև Իսրայելում։ Հատուկ ծառայություններ չեն նույն Իսրայելի թերթերից, այդ տեսեք, դուք ասում եք, sense թերթում sense բան է գրված, այլ թերթերում էլ այլ բան է գրված, որ այո, մենք պետք է ընդունենք հայոց ցեղասպանությունը, այո, Ադրբեջանի մենք օգնեցինք ժամանակին, որը մեր մեծ սխալն էր, դա էլ են գրում, չէ՞։ Այսինքն այդ համեմատությունը ոնց անեք եւ ինչպես դուք եք ասում Իսրայելը այն երկիրը չէ որ հենց ինչ-որ բաներ գրեն։ Այսինքն մտադրված հիմա մենք որպես հայկական պետություն ինչ ենք անում, որ առավելագույն ինչ-որ մի տեղից բան քաղենք, ոչ մի բան։ Հազրամիջը, որ մենք նախորդ այսօրվա այս մակարդակով, ինտելեկտուալ մակարդակով պետություն գոյություն չունենք։ Մենք ոչ մի բան չենք անում։ Այսինքն մենք տրված ենք։ Մենք անում ենք, դրանք չեն անում։ Չէ, Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունն եմ ասում։ Ես ասում եմ կատակերան։ Ինչպես դուք ասեցիք, որ ոչ մենք, ոչ դուք, ոչ պարոն Սարուխանյանը կապ չի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից, այո, պաշտոնապես չի եղել, պաշտոնապես, բայց մասնավոր եղել է։
եղել է եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ մարդիկ հստակ ասում են, ցավոք սրտի մենք չենք կարող հակասենք մեր պետության, ասենք ընդունած բանաձևերին եւ գնալ այս կամ այն պետության առանձին վերցրած ուժի հետ համագործակցության։ Մենք համագործակցում ենք օֆիցիալ իշխանությունների հետ։ Այն ինչ որ դուք ասում եք եւ առաջարկում եք, մենք հաստատ ի նկատի կունենանք։ Եվ ես ձեզ ասեմ, մեր կազմակերպության աշխատանքը քիչ չի եղել այս որոշումը ընդունելու եւ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այս տարածաշրջանում ավելի կոպիտ միջամտության։ Ես ի նկատի ունեմ Թրամփի ճանապարհը դա կոպիտ միջամտություն էր։ Երբ որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին կանչեցին Միացյալ Նահանգներ եւ 3 վայրկյաներ չտվեցին, որ այդ թերթը կարդան, ասեն հələ ստորագրեք ստե։ Իրանց հետարքիր չէր բովանդակությունը, իրանց հետարքիր չէր իշխանով են կողմ Ադրբեջանը կամ Հայաստանը կամ դեմ։ Իրանց հետարքիր էր մի բան, ունենալ օֆիցիալ պաշտոնապես հնարավորություն իրանց միջամտությունը պետք է գասպային այստեղ ցուցադրելու։ Եթե մենք ամեն ինչ պետք է անենք, մենք ասելով ոչ թե ես եւ դուք անձամբ, Հայաստանը նորից նկատի ունեմ, ամեն ինչ պետք է անենք, այ ոնց որ Բոլթոնն եկավ ժամանակին, Նենսի Փելոսին, հետո այս բանը Ռուբիոն, Ջիվենսը կներեք։ Այսինքն ամեն ինչ պետք է անենք, որ ոտով խփենք, ասենք ձեր կաթնել դուք էլ, այդ մարդիկ իսկապես ինչ անեն։ Եվ դուք մի ասեք, որ Ամերիկայում գուցե 2-3 հատ գործիչ են, որ ասեն, Նետանյախուի համար մենք հոչեք էտա, ինչ կապ ունի Նետանյախուն առհասարակ։ Ամբողջ Պենտագոնն է դեմ դուրս է եկել Տրամփին։ Ամբողջ Պենտագոնը կարող է դուրս գա, կարող է դուրս գա։ Այսինքն Տրամփը խելացի է, այդ գեներալները չեն, սա տարի բանակի մեջ։ Ամբողջ Հայաստանը սենց պայմանական ենք ասում ամբողջ, չէ։ Դուրս է եկել Նիկոլի դեմ եւ ինչ ես կալմանես, այդ ամբողջ ՆԱՏՕ-ն դուրս է եկել Տրամփի դեմ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրները ռմբակոծում են Իրանը, այդ ո՞նց են։ Նույնպես են ուտում, նույն ժամանակ։ Լսեք, ցած ուտում են, չեն ուտում, դա երկրորդական հարց է։ Ես կարամ մամար հաշված բերեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից զոհերի քանակը։ Մենք շահերը, որ Ամերիկան այս պատերազմի մեջ 13 զոհ, հիմա տեսեք 13 զոհ Տրամփն է։ Չէ, դա են տալիս, ակտիվն են տալիս, դուք վստահ եք, լավ, 130 կամ 1300 Լավ։ Հիմա ես օրինակն եմ ասում, բայց այդ նույն մոլաները, որ ինքը իր սեփական քաղաքացում 60,000 մարդագնդակար է, սանը սուտ չի, առաջ Ամերիկայի պրոպագանդա է, պրոպագանդա չի, պրոպագանդա է, նույն ամերիկացիք են կազմակերպել, ամերիկացիք են կազմակերպել Միայն դուք չունեք ընկերներ Իրանում կամ Ամերիկայում, Իրանի իմ ընկերներն էլ հայտնում են, որ ես 30,000-ից ավել եմ ասել, ասում ոչ, այդքան չի, 60-ից Ուրեմն տող նկարը բերի, տող նկարներ ցույց տա, կա համացանց, Դա ես շեշ բաներ եմ ասում, գնացեք նայեք այդ համացանցում տարածված մորգերը տարբեր քաղաքներում ինչ վիճակ է։ Առաջի հերթում ինչ որ կազմակերպել են Պարսկաստանում, կազմակերպել են Իսրայելի եւ Ամերիկայի հատուկ ծառայություններ, զենք են բերել, Starlink են բերել, Զենքը բերել են ում համար։ Օպոզիցիա համար։ Opozisiya։ Այո, Եվ ինչ opozisiya մի դեպք, որ opozisiyan կրակել է։ Այո, այսինքն չկա։ քսիլի Քրդերը, այո, քրդերը։ ոչ քրդերը։ Բացի դրանից, ոչ թե օպոզիցիայի զենք են բաժանել, հայել աբիշներն են բերել, լսրել են։ Այդ արդեն աղաշարն ասում, դուք եք կազմակերպել, այսինքն նայեք, այդ բանը ցուցումները գնում են, ժողովուրդը գնում է, մեջ հետևից սկսել են ոստիկանների կրակեն կամ հատուկ ծառայությունների աշխատողների վրա սկսել են կրակել։ Ես ելնեի իրանց տեղը, ես ոչ ավտոմատով սկսեի կրակել, տանկերով կսեղմեի իրանց։ Հա, այսինքն ինչ է նշանակում դու իմ ոստիկանն է, որ նայում է ամեն ինչ նորմալ է, դու սկսում ես իրան սպանել, այդ ինչ է։ Դեղ ոստիկաններ առաջինը չեն սկսել սպանել ոչ մեկին։ Դու հիմա չհասկացա, Եվրոպայում չկա, մի հատ Ամերիկայում նայեք, մի հատ կին ասեց այդ բանը այդ IC-ին։ Ասում է փաստաթղթեր ասում է ինչու ես հարցնում, փաստաթղթերը վերցրեց սատկացրեց։ Մի անգամ տեղում։ Այդտեղ էլ հայրոկի մարդ զենք ավերցել, գնացել է դուրս եկել պետության դեմ։ Բա ինչ մի դանեն։ Մի հատ Ամերիկայում փորձեք, ձերքը կողեք, ձախ թևը մի յետակ տեղում սատկացնում են, հալա ամերիկացիք մեծ խոսում են, հալա թող գնան նայեն դրանք իրաց ժողովուրդը ինչ են անում,
Հետո դու գնան Պարսկաստան համարյա 5000 տարի ապրում է, ոչ թե այս պետությունը որ 250 տարի ու կարա բոլորին հաստա։ 5000 տարի այո ապրել է, բայց մոլլայական իշխանությունը ընդհանրապես Դա մեր գործը չի, մեր գործը չի, ոնց ուզում ես։ Պարսկաստանը չի ապրում, ասում, Պարսկաստանը վերացավ 49 տարի առաջ։ Չէ։ Դու մենք այսօր գործ ունենք, դու բիոմասա մի հավաք։ Մենք որ գնում ենք արտասահման սովետական այն ով որ ռեժիմին ենթարկում է իր ազգայինը մոռանալով։ Այսօր Ամերիկայում LGBT-ն է, բիոմասա չի։ 40% Էփշտեյնը, Տրամփը, չէ, մի վարքան է։ Էփշտեյնը դա անասում էր Ամերիկայում։ Մի վարքան, Էփշտեյնը ի՞նչ է։ Արատավոր երևույթները իրանք չեն գնում չոլերում, իրանք այո իսկապես բարեկեցիկ տարածքներում բուն են դնում, բայց դա չի նշանակում որ դրա դեմ պայքար չկա։ Ես ցկացում բոլորը իր Ամերիկային բանավանդ, ուրեմն ինձ Ամերիկան չի հետաքրում, ինձ հետաքրում է Հայաստանը, հələ թող գնան Էփշտեյնի հարցը լուծեն։ Իրացել է դա։ Ինչ գործ ունես Էփշտեյնի հետ։ Բա դուք ինչ գործ ունեք մոլաների հետ։ Ինչ գործ է։ Հիմա ես ես մատ հարց տամ։ Չէ։ Այսինքն Նետանյախուի հետևից չտալու համար, հա, այսինքն ինչ է առաջարկում, Նետանյախուն պետքա վաղը բարձրանա, մի հատ ուկազ տա, ոնց որ Շարմազանյանը արեց Արցախի հետ, հա, այլևս Արցախ չկա։ Այսինքն պետքա հելի ասի ժողովուրդ, Իսրայել չկա, որովհետև կա Խամաս, կա Հեզբոլա, կա Խուսիտներ, կա Իրան, որը ասում է դուք չպետք է լինեք։ Ենթարկենք, որպեսզի Նետանյախուի համար ոչ մեկ չտա։ Մի վարքան, ուրեմն Իսրայելը ասում է Պարսկաստանը չի լինի, Պարսկաստանը ասում է Իսրայել չի լինի։ Թքացնում Իսրայելի իրա։ Դա հետևանք է։ Հետևանք չի։ Դա հետևանք է, որովհետև մինչև մոլլայական պետությունը ստեղծվել է Իրանն ու Իսրայելը ամենը մոտ դաշտում։ Պարոն Սոխանյան, այն հարգանքով, բայց ձեր գաղափարը Ռուսաստանի գաղափարից ինչով է տարբերվում։ Չէ, մի վարքան։ Չէ, այդ որ դրանք ռուսներ ասում են հայեր սենց մի դապրեք, դուք էլ ասում եք պարսիկներ սենց մի դապրեն։ Մենք իրավունք ունենք մտնենք Պարսկաստանը։ Պարսիկը չեք ասում ότι չպետք է ապրեն, արա ոնց ուզում եք ապրեք, բայց ձեր սահմանադրություններից հանեք այդ բան, որ Իսրայել չպետք է լինի։ Չհասկացա։ Եղբայր, ուրեմն սենց կա, ցանկացած ազգ իրավունք ունի ինքնուրույն զարգանալու, գոյատևելու, լավ է սա։ Ուրեմն ես մի բան ասեմ։ Եվ հարգանքով վերաբերվելու։ Եթե ուժեղը ճնշում է թույլին, շո դա արդեն ես այդ ուժեղին դեմ եմ։ Հիմնապատճառը Իրանի ու Իսրայելի միջև պատերազմի եղել է իսլամական հեղափոխությունից հետո իսլամական կառավարությունը բացառել է Իսրայելի պետությունը։ Իսրայելի ձեր դա եղել հիմք եկեք հիմքին Պարոն Սոխանյան, մի վարքան, մենք հայ ենք, չէ՞, հայ ենք։ Իսրայելի ձերքը լրիվ ոտից գլուխ, вообще Իսրայելը իրանց ձերքի մեջ մեր զինվորի այուրն կա։ Դրա համար իմ համար Իսրայելը գոյություն չունի։ Իմ համար գոյություն ունի Պարսկաստան։ Իսրայելն է օգնել, որ մեզ զինվորներին սպանեն։ Մի վարքան, այդ ես որպես զինվորական եմ ասում։ Իսրայելն է։ Իսրայելը չի։ Իսրայել, բավովա։ Ռուսաստանը։ Այսինքն, այդ ադրբեջանական բանակին, մի վարքան, որին, ասենց ասենք, Իսրայելը օգնել է, իբր, օգնել է, կներեք, դուք ասելով խոսում եք, ես չեմ ընդատում։ Օգնել, չի Իսրայելը Ադրբեջանին։ Այո։ Ադրբեջանը Ռուսաստանն է ստեղծել։ Այսինքն ստեղծողին չեք մեղադրում։ Չէ, այդ ստեղծելուց հետո ինչ որ ձևով, ինչ նպատակներով։ Ացի ձախ եք մտնում։ Ացի ձախ չեմ մտնում։ Ստեղծել են։ Բայց ձեզ էին առաջարկում, մեզ էին առաջարկում։ Մի վարքան։ Ասում են այս դրոններ, ասում չէ, պետք։ Մի վարքան։ Ուրեմն երբ եք այդ որ Հայաստանում ասում են, որ Իսրայելը դրոններ արել, դա հեքիաթներ է։ Հեքիաթ չի։ Իրանց ամենը բարձրագույն, ոնց որ դուք եք ասում, լրատվական միջոցներով, ամենը բարձրագույն պաշտոնյանը դրա մասին արտահայտում են։ Չկա sense բան, ու չի եղել երբեք։ Այսինքն սա լրատվական միջոցները սուտ են, բայց ձեր մատնանշած այդ մի լրատվական միջոցը որտեղ գրել են, որ ես ասում եմ, օգնեն, պարոն Սոխանյան, դու դրոնով ստանդարտ եք օգտագործում։ Բայց չի, ընդհակառակը, ձեր ասածները եկեք պայմանավորենք կամ մենք ժամերով ենք խոսում 3-3 կամ 5-5, բայց sense չի ստացվում։ Ուրեմն նայեք, Ադրբեջանը ռուսներ են սարքել, તો ամերիկացի չճանաչեն Ադրբեջանը, Ֆրանսիան չճանաչի, Իսրայել չճանաչի, սա ով ճանաչեց, ուրեմն մասնակից են, այդ առաջինը, երկրորդը, ես ասում եմ, Իսրայելի ձերքը այուրնի մեջ է, մեր զինվորներին, դրա համար, ես ասում եմ, միջև դրանք, միջև այսօր էլ են զինվում, ու իրանց բանակը ոչ թե Ռուսաստանն է ստեղծել, այլ Իսրայել Թուրքիայի հետ են ստեղծել, այդ առաջինը։
Երկրորդը ապրիլյան ամսի 2-ին իրանց օպերատորներ, ԱՏՍ-ների օպերատորներ նստել են, հուեկավարել են ու սենց ուղղել են այս բիսպլոկինգների մեն զինվորների դեմ։ Դրա համար ես ասում եմ, այն մարդիկ Հայաստանում, որտեղ բանման, ստե սկսում են Հայաստանում Իսրայել ուրա արավ պիրոտ, առաջ իմ համար ես արդեն սկսում եմ չհասկանալ, նույնը որ այդ Սամվել Կարապետյան, Մարապետյան այդ բաները Իսրայելի այդ գեներալները բերել, որ 20 թվականից Ամերիկայում, Եվրոպայում ելույթներ ա տալիս, բան ասես հոգևոր, ոնց մենք հայերին ոչ չասրել ենք, ես եմ սովորացրել։ Սա լսեք, մենք հələ ոչ մի բան չենք արել, որ մեր ձեռքից Իսրայելի զինվոր զոհվի։ Իսկ դրանք ամեն ինչ արել են։ Մի վարքան։ Այս ժամանակ անցավ։ Քիչ է սարել։ Չէ, մի վարքան։ Հայաստանը Ռուսաստանի զինվորական հանձնակազմի դեմ Սիրիա զորք ա ուղարկել, ինչ կողմում է։ Դուք նախևառաջ հիմա որ դուք ասում եք, չհամապատասխանում չէ։ Մենք զինվոր չենք ուղարկել, մենք ուղարկել ենք այդ միները, որ հաննեն։ Ու դրանք որ թուրքական տանկերը հանգիստ։ Չէ, մի վարքան։ Այնտեղ են, մերոնք դեղ են, նայեք, բժիշկներ են ուղարկել, սապերներ են։ Այո, ես գիտեմ։ Կապ չունի ինչ է։ Զինվորական շորը հակար դու արդեն սպանող ես։ Մի վարքան։ Օպերատորի մասին չէ, դրոնի օպերատոր ես թե բժիշկ։ Դու զինվորական ես։ Ինչ կապ ունի Իսրայելի հետ։ Սիրիա ուղարկել։ Հետո ինչ։ Ասենք այդ դրա պատճառով իսրայելական։ Դեռ իդիլի դեմ են պայքարել, ոչ թե Իսրայելի դեմ։ Ու ոչ մի Իսրայելի զինվորը չի տուժվել։ Հիմա դու ասում Իսրայելի զինվորը առհասարակ չի տուժվում, որտեղ այնքան կազմակերպված երկիր է։ Այնա Լիբանում ամենուր սատկացնում են։ Սատկացում են։ Այո։ Այսինքն մենք պիտի ստեղ Իսրայելի պաշտպանենք, քանի որ ինքը մեր դեմ պատերազմի մեջ է։ Բանում եք պաշտպանում։ Մենք ասում ենք հետևյալը։ Ինչ։ Որ չկան հավերժ թշնամիներ եւ հավերժ ընկերներ, ինչ վերաբերվում է Իսրայելի թշնամության, Հայաստանը կոնկրետ ոչ մի անգամ Իսրայելի թշնամություն չի ունեցել։ Իսրայելներ գործել Ադրբեջանի հետ, ասենք այդ Արցախյան պատերազմում մի դրվագով։ Մինչև այդ ինքը առաջարկել է Հայաստանին, որ հրաժարվել են, չկա sense բան։ Կա տես բան։ Ուրեմն ես կբարձրացնեմ կգտնեմ իստոչնիկները։ Այսինքն ես որ ասում եմ Թուրքիայի տելևիզորով, TV-ով ասում են դուք, հետո ինչ որ ասում են։ Հիմա դուք մի հոգի չի ասում, Դեռ էլ մի հոգի չի ասում։ Եվ ինչ։ Եվ ինչ, պարոն Պսակյան։ Այո, Թուրքիան մեր թշնամին է, ինքը կհայտարարի, որ ուզում է։ Իսրայելը մեր թշնամի չի։ Հա։ Իսրայելը մեր թշնամի չի։ Այս պահին մեզի դաշնակից է, որովհետև ինքը Հունաստանի, Կիպրոսի դաշինք է ստեղծում Թուրքիայի դեմ։ Հետո։ Քո թշնամու դեմ ուզում է խփի։ Բայց ինքը թշնամուն էլի զինվում է, սովորացնում է։ Այսինքն ձեր ասելով մենք կախյալ վիճակում մնանք, հա, այսինքն անորոշ Թուրքիայի ձեռուցել է հայ Ադրբեջանի, Ռուսի, Իսրայելի, ձեր տրամաբանությամբ միակ երկիրը, որի պատճառով հայ զինվոր չի մահացել, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ավելին, 130,000 որ երեխեքի տարավ փրկեց, ընդ որում իրանց անունները Որտե՞ղ է փրկել։ Որտե՞ղ է փրկել։ Լենինականի որփանոցներից։ 15 թվի։ 15 թվի եք ասում։ Պատմությունը որ վեգարում ես, առհասարակ ես չէ վեգարում, երբեք չի եղել։ Եվ այդ կանից հետո մենք Ամերիկային թշնամի ենք համարում։ Ես չեմ ասում ամերիկյան թշնամի։ Հիմա Ամերիկան էլ հիմա լավ։ Ասենք մեր դաշնակից ասում եմ եկեք դառնանք, չէ, որովհետև գիտեք ինչու, որովհետև Ամերիկան մի հատ դաշնակից ունի, որը ինչ որ հարցով, այո, հակադրվել է Հայաստանի այդ դրվագում։ Ուրեմն մի դրվագ մենք վերցնում ենք 5000-վա պատմության մեջից, մենք չենք վեգալու օգնել ժամանակին Տիգրան Մեծը օգնելա փրկելա Իսրայելին իրաց թագուհին խնդրե եկեք շուտ։ Այսինքն այդ պատմությունը Իսրայելը հետ չի հետաքրում է ինձ։ Ընդհանրապես Հայաստանը չէ դարքրում։ Այո։ Այսօր Հայաստանը օգուտ է որ Իսրայելի հետ մենք ընկերություն ունենք։ Այսինքն Պարսկաստանի դեմ։ Հա? Պարսկաստանի դեմ։ Մոլաների դեմ ոչ։ Չէ, Պարսկաստան։ Մոլաների դեմ։ Չկա sense բան։ Կա։ Չկա։ Ուրեմն մոլաները դրանք Պարսկաստանը չեն։ Այո, բաճո։ Ռիզա Փահլավին դա մոլա չի։ Ուրեմն լսեք, էլի խառնվում եք Պարսկաստանի ներքին գործերի մեջ։ Չեն խառնվում։ Ուրեմն Ռուսաստանը իր ժամանակուն ասես տեղի ինչ բիդանեք։ Դուք ասում եք, չէ, Պարսկի մոլաների դեմ դրանք ասում են Պարսիկի դեմ ինչ պետք է արվի։ Դու ստիպված ես կողմ ընդունելու։ Կողմ, այսօր պատերազմը այդ երկրների Մեր կողմը Պարսկաստանն է, ոչ թե Իսրայելը։ Իսրայելը ինչ ուզում են անել։ Մեր կողմը Ամերիկան է։ Հիմա Ամերիկայի հետ եթե Իրանն էլ լիներ, այո, կընտրվի։
նույնը Տրամպը համաձայնություն ատվել է այդ պատերազմի սկսի, այդ առաջինը։ Այսօր Երկրորդը 23-ում էլ են տվել է։ Եթե տվել է, ուրեմն խորքային ինֆորմացիա ավելի շատ ունեն, քան ես ու դու, դրա համար էլ ասենք տվել է։ Ես չգիտեմ, չեմ ուզում դրա շուրջ վիճեմ, բայց այսօր մեր ուրվա գծվում է ճակատը։ Արևմուտքի եւ արևելքի ճակատը հետեւյալն է։ Ուկրաինա, գալիս է գիծը հարավ, գալիս է Պարսկաստան, դա արդեն այդ գիծը դառնում է ընդհանուր։ Այսօր մենք տեսնում ենք, որ ուկրաինական մասնագետները մասնակցում են նաև իրանական պատերազմին։ Որտե էշեն։ Էշեն, ինչ են, այդ մարդիկ ավելի առաջ են նայում։ Որ նայում են, որ ախպեջան առանձին լոկալ, այսօր արևելքը ուզում է պատերազմները լոկալացնի, որ առանձին այսօր ընդհանուր ճակատ է։ Այսինքն Եվ այդ ճակատը հեսա շարունակվել է դեպի հյուսիս, Պրիբալտիկա, Ֆինլանդիա։ Այսինքն, եւ ստե Հայաստանը ունի խնդիր կողմնորոշվելու, մինչև վերջ մենք չենք կարողանալու ասենք, գիտեք ինչ կա, մենք ոչ աչ ենք, ոչ ձախ ենք, ոչ նարնջագույն ենք, ոչ էլ կարմիր ենք, մենք էշի քուրակ ենք։ Մի վարքան։ Հասեցիք դուք։ Ուրեմն, Եվրոպայում էշ չնստած 1000 գլուխ Ամերիկայի էսիմա նույնը Մելոնի, նույնը Մակրոնը, նույնը Մերցնը, նույնը Իսպանիան, նույնը Բրիտանիան 1000 գլուխ իրանց աշխատակազմը ավելի ինտելեկտը ավելի բարձր կամ Տրամպի թիմը։ Տրամպի թիմը այսօր ռազմական բաներ չունեն, դրանք այսօր քայլում են միայն օպերատիվ եւ տակտիկայի բանով հաշվարկում են ռազմական բաներ չունեն ամբողջ վերլուծական կենտրոններ Ամերիկայում ում հետ որ կապի մեջ ենք նույն Red Corporation-ը իրանց Ամերիկային ասում են հիմա Տրամպը sense բան է ստեղծել միասալ նախանքներում վերլուծական կենտրոն հետաքրքիր չի իրան ինքը ասում է դրանք ովքերին ես մի հարցնեմ ասում է բայց լիքը Եվ ներսին, եւ դրսի սխալներ անում ու անելու է։ Տրամպը երևի թե միջև տարվա վեճ էլ չի մնալու այդ առաջինը։ Պողոսյան հարցը բարձրացնում է Սարուխանյանը, ասում է կողմնորոշվելու պահն է։ Ուրեմն ես ասում եմ, եթե Եվրոպա, ես ինչու եվրոպացիների անուն եմ տալիս։ Դրանք ոչ պակաս են, դա ավելի մի քանի գլուխ բարձր են կամ այսօր միասալ մախանգների վարչակազմը ավելի բարձր են ու դրանք եթե ասում են դա մեր պատերազմը չի, ճիշտ են անում։ Ու ճիշտ են ասում, դա իրաց պատերազմը չի։ Տրամպը Նետանյախոյի խնդիրի համար գնաց, մտավ այս պատերազմի մեջ։ Ու ուզում է Իրան համար սա մտնել պատերազմի մեջ։ Մի րոպե եթե կարելի է ես ձևակերպում տամ։ Նշանակում է արդյոք մեր պատերազմը չէ կամ չմիանալ Տրամփին, դա չի նշանակում պաշտպանել Իրանին։ Պաշտպանում են հենց։ Դե հիմա այդ դա ասեք, եթե պարոն Սարուխանյան ասում է Եվրոպան կողմնորոշվեք, դուք Եվրոպայի օրինակ եք բերում, կրկնեք խնդրում եմ, որ ավելի հստակ լինի, Եվրոպան կողմնորոշվել է եւ Եվրոպան ասեց, նայեք, հիմա բանակցեր գնում Եվրոպայի հետ։ Ուշտաշուտ Եվրոպան սկսելու աշխատել Պարսկաստանի հետ։ Միասալ նախագներ կարան չի միանան, բայց մենք որ անցած տարի մենք կապ ենք ստեղծել։ Նույն հիմա բաց ասում եմ, դեսպանը ստեղ նստում է, թող լսի, ասի որ դեսպանը որտեղ է նստած։ Սեդենը ո՞ն Ամերիկայի դեսպանը, դե չի ստացվում։ Դե վերենգացեն։ Թող ասի որ այս բան չի եղել։ Մի հատ էլ մարդու անունը կարամ տամ, որ թիմի հետ կապ ենք հաստատվել։ Մենք ասում ենք, լսեք, մենք կարանք ու հնարավորություն ունենք ու պարսիկների մենք ասել ենք։ Եկեք մեր հայերի միջոցով մենք այդ ամեն ինչ կփոխանցենք, եկեք նստեք խոսացեք, բայց մի բան ասեք, ու ասել եմ նախագահին փոխանցեք։ Չի կարելի Պարսկաստանի հետ ուլտիմատումով խոսալ, այդ ազգը չի ընդունում ուլտիմատում։ Ընդհանրապես ուզում եմ մոլան լինի, ուզում եմ սովորական պարսիկ լինի, այդ ազգը սենց բանակցներ չի տանում, ուզում եմ շախել գա, ուլտիմատումով չի խոսալու։ Բոլորները այդպես են, հատկապես իսլամական երկրները։ Աֆղանստանը ընդունում է։ Չէ, ոչ մեկ, նույն Պարսկաստանի մասին են խոսում, դրա համար Պարսկաստանի մասին են պատմում։ Ասում լսեք, Իրանը պատրաստ է, ցես ամեն ինչ բացվի, մանավանդ մագատեն գալիս է, ասում է, ես դեռ խնդիր չունեմ, ես մտնում եմ, նայում եմ։ Իրան սեի տոնորենը, հատուկ ծառայությունները, դուրսն է, էլ ասում, չկա, այդ Homeland Security բաները տաղճիկ որ հանել են հիմա տամ հանում են, ասում է, առաջի անգամ սկզբից ասում է, չկա մի քրոյին զենքը, Տրամփ ասում է, Իրան միտքի, այսինքն ռազմետքի միտքը Իրան հետաքրքիր չէ, այսինքն հետաքրքրությունը ինչ ասում, այլ եթե քեզ
CIA-ի ասում է, Homeland Security-ն ասում է չկա։ Մարդուն հալել։ Չէ, մի վարքան։ Բայց Պուտինից էլ անցավ, Նիկոլից էլ, ասма սուտասանը դուք եք արա, ամենուժը Պարոն Սուրխանյան, ես ավարտեմ իջև էջ։ Բայց իրա գործն անում է։ Մի վարքան, այդ իրան հատուկ ծառայություններ է։ Եթե մի երկրում նախագահն ասում է, երկրի ղեկավարը ասում է, ես վստահաբար դա ասում եմ։ Լյուբոյ ուզում է Հայաստանին, ուզում է Աֆրիկան։ Եթե երկրում երկրի ղեկավարը ասում է, ես իմ հատուկ ծառայություններ եմ, չեմ աղոթում, դա էշ, ինք իրավունք չունի գնա դուրս զբաղվածնի։ Այդ աննորմալ մարդ է։ Թող իրանց ազգը որոշի։ Չէ, ազգը նույն բանն է ասում։ Ուրեմն Կողմնորոշվելու թեման ենք մենք ասում եմ, ուրեմն մենք իրենց ասել ենք, փոխանցել ենք, մենք պատրաստ ենք, բասիկներ մեսեջներ են ուղարկել, մենք փոխանցել ենք։ Ու սենց մի երևի 3-4 շաբաթ մենք իրար մեջ գրել ենք։ Հետո ընդից մի հատ մարդ ազանգում ասում է, «Էդի լավ գործ»։ Մենք ասում ենք, նայեք, միջուկային զենք չեն օգտագործելու, բայց եկեք պայմանավորվենք։ Դուք լրիվ սանքցիաներ եք անում, գալիս մտնում եք, վերահսկում եք, որ դրանք բան չեն արտադրում։ Դուք եվրոպացիներին եք ասում, դա թե Միացյալ Նահանգներին եք։ Իրանց աշտակազմը։ Այն ասում են, թող դեսպաները լսի, ասի չէ։ Ուրեմն ասում եմ, մենք որպես հայեր միշտ կամուրջ ենք եղել, ու մենք կարանք տարբեր գործեր անենք, երևի պարոն Սորոյանն հետ գիտի, որ մենք հայերը միշտ կամուրջ են եղել ու կարանք մտնեն սենց բաների մեջ, մանավանդ մեր հարևանների հետ, մոտիկ Չինաստան էլ խոսքինակ, Հնդկաստան։ Դրանք ոգևորված ասում են, մենք դեռ պատրաստ ենք մարդ ուղարկել, ստեղ հանդիպումներ կազմակերպենք։ Հետո մարդերից զանգում գրում, ասում են, լսի, մի հատ պետություն է խառնվել։ Ես դաժե ասեմ, իմ կարծիքով դա Իսրայել չի եղել։ Իմ կարծիքով դա եղել է Ռուսաստան։ Ասեմ ինչու՞, ռուսներին ձեռնատու չի, որ Պարսկաստանից սանկցիաների հանեն, որովհետև նավթի գազի գինը իջնելու է, դառնալու է մի բարելը $10 ու Ռուսաստանը համարյա պրծած անելու, ոնց որ 85-86 թիվն անելու։ Եվ ես պարսիկներին եմ ասում, դուք ասում հասկանում եք, որ ռուսներին ձեռնատու չի, որ ձեզնից սանկցիան հանեն, որովհետև դրանք միշտ երազում տնել դուք ինչ կանց ձեր վրա շատ սանկցիաներ անելու, իսկ դրանք հարուստանում են։ Կատես։ Հա։ Հիմա դրանք հասկացել են վերջապես նույն պարսիկներ։ Որ սենց բան կա։ Դրա ես ասում, ում հետ միանանք։ Առաջի երթում իմանայի, քանի որ Եվրոպան ավելի մոտիկ է ու Եվրոպան ուժեղանում է։ Բազմաթիվ հիմա փող են տրամադրում բանակի վրա, Գերմանիան այս տարվա մեջ նախատեսավ, Ֆրանսիա եւ Բրիտանիան ինչքան իրաց գումարը դնում են բանակի վրա, Գերմանիան դնում է ավելի շատ կամ երկու պետություն, Ֆրանսիան եւ Բրիտանիան։ Եվրոպան մեր համար ավելի էսպային կարևոր, իմ համար։ Ավելի քան կամ Միացյալ Նահանգներ, ասել Ամերիկայի եւ Եվրոպայի։ Չէ, հիմա Փաստորեն ճեղքվածքը դուք ուզում եք ասեք այդքան խորն է, որ մենք կամ կողմնորոշվելու մասին երբ որ խոսում ենք, ոչ թե խոսում ենք տվյալ դեպքում Միացյալ Նահանգներ Իրան, այլ անգամ խոսում ենք Միացյալ Նահանգներ թե Եվրոպա։ Մենք խոսում ենք տենց։ Եվ Եվրոպան արում է Եվրոպան աշխատելու է Պարսկաստանի հետ, նույն մոլլաների հետ։ Նույնը որ մենք խոսացնենք նույն ֆրանսների հետ, դրանք ասում ենք մեկ հաջույքով, նայեք, բանը Peugeot մտավ, հիշում եք Բարակ Օբաման որ սանկցիաներ հանեց 6+1։ Peugeot մտնում է Պարսկաստան նորից։ Ներողություն է խնդրում, այդ ներողությունը սենց անում։ Փոխանցում է 400 միլիոն եվրո, ասում է, դա իմ կողմից, որովհետև ես այդ սանկցիայի մասնակից եմ եղել։ Դա քո համար։ Նույն Siemens-ն է ուզում մտնի, եվրոպացիք շատ, որովհետև մեծ շուկան է, 80, ատետ երևի 8-7 միլիոն։ Պարսկաստան 93, հա, համարյա թե ինչքան հիմա Թուրքիան էլի, համարյա թե։ Չէ, Թուրքիան է քիչ, 80 քանի դերում։ Նույն պլյուս մինուս էսա, հա։ Պլյուս մինուս էսա։ Դրանք աշխատեն, բոլոր դեպքերում դրանք կպայմանավորվեն։ Հիմա ես նորից ասում եմ, մեր համար շատ լավ կն այդ պատրաստը կաղնացնեն, Պարսկաստանն հետ պայմանավորվեն, այդ սանկցիաները հանեն, ու այն ժամանակ մենք կարանք հանգիստ շնչենք մեր արևտուրը, տնտեսությունը, բանման։ Ճիշտ է, այո, պատերազմը վերջանան, շատ լավ է։ Բայց դա մեր համար, բայց բոլոր դեպքերում մենք ամեն ինչ պիտի անենք, համ Պարսկաստանի հետ խոսանք, համ Միացյալ Նահանգների հետ խոսանք, որ բոլոր դեպքերում դեպի Նախճիվան ճանապարհը պիտի մնա փակ ու երբեք չբացենք։
Պարսիկներ ասում են, եկեք իմ միջոցով գնացեք։ Ինչու՞ Հայաստանից ձեր քաշեք։ Այնու ծանրից է ճանապարհը։ Ավելի կարճ ճանապարհը, բայց նայ, դրանից ավելի կարճ ճանապարհը կամ մեզ Բայց մենք նորացնում են։ սկսեցինք ամենասկզբից մեր զրույցը, որ դա Ռուսաստանին է պետք, Օվերչուկի մասին էիք դուք խոսում։ Եվ ասում էիք նրանք շտապում են, նրանք խեղդվում են, նրանք ուզում են բացել։ Եւ եթե չբացվի Թրամփի ձեռը, դրանք ամենասկզբին ավարտում եմ, նայեք, ոչ թե միայն ռուսներին, եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ ռուսներին։ Եվրոպային պետք չի։ Ես այս բան ասեմ, մի հատ Եվրոպայի պատերազմի ժամանակ հենց եկավ գլխավոր շտաբը, մենք խոսացել ենք։ Մենք արդեն հասկանում ենք, որ այս պատերազմը ինչու համար է գնում։ Ինք ասում Ինչու համար է գնում։ Սյունիքի հետ կապված։ Հա, 2020 թվականի մասին։ Այո, հա, պատերազմի ժամանակ։ Այդ դեսպանը շատ մի հատ զոր պետություն դա, ասում է հայ, դուք ամեն ինչ պիտի անեք։ Այդ ճանապարհը երբեք չպիտի բացվի ձեր համար։ Բնական է։ Հա, երբեք։ Բացվեցն միջի։ Չէ, հա, հալավոր, սենց ասենք, պարոն Սորոխանյան։ Չի վրաժենք, չի շտապենք։ Ես ամենաբախտավոր մարդ եմ լինելու, եթե չեն բացելու։ Հա, բայց ես ինչ ուզում եմ ասել։ Ոչ թե միայն ռուսներ, ինչու չեն ուզում մտնեն Պարսկաստանի բանով։ Ռուսների համար խոսք օրինակ ավելի մոտիկ գնան Աստրախանյով, Վոլգայով բան մտնեն Կասպիայի ծովը, դից էլ մտնեն Թուրքիան կամ Ադրբեջան։ Իսկ ինչու։ Չեն ուզում, որովհետև իրանց պատկերացումով, որոշումով, բանով Պարսկաստանը Հայաստանը չի։ Չես կարա ձերքով սենց խփես, մեկի Նիկոլինի ման սենց վախեցած ասելու բան չեմ կարող անեմ։ Վրաստանը։ Չէ, ես Պարսկաստանի մասին։ Իսկ Վրաստանը այդ երկիրն է, որ ինչ։ որ ասենք ձերքով խփեն ու Ես հələ չեմ տեսել, խփում են, տա չեն խփում, ես դնում եմ հալես դեր։ Եկեք մեր Այսինքն ի՞նչն է խանգարում այդտեղ այդան գան։ Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա։ Ես էլ եմ ասում, Աբխազիա հրաժարվել։ Ռազմաքաղաքական խնդիր կա, չէ։ Ոչ թե միայն, ես ավարտեմ։ Դրանք հասկանում են, եթե Պարսկաստանը միջոցով են գնալու, դեռ ներդրում են անելու, գնացքի ճանապարհ են սարքելու, լոգիստիկայի բաներ են սարքելու, ամեն ինչ, եթե մի օր գալու է պարսիկներին ինչ որ դուր չի գալու, ասելու է փագում եմ։ Ու չեն կարան բան ասեն պարսիկներին, շատ զոր պետությունն է։ Իսկ դեռ ինչ ուզում են անում են Վրաստանը մեր ինչ ուզում են կանեն։ Եթե սենց վերցնենք, դրա համար դրանք չեն ուզում Պարսկաստանի միջոցով գնան։ Ես ռուսներին ասում եմ միշտ, լսեք, դες ճանապարհը պետք դեպի մեզ։ Խնդիր չունեք, Աբխազիայից հրաժարվեք, 24 ժամվա մեջ ճանապարհը կբացեն։ Գնացեք հրաժարվեք, չեն հրաժարում, չէ, ուզում են անպայման մեր տարածքով մտնեն։ Ավելչուկը ասում է, մեզ է պետք։ Ով կարա դրա դեմն առնի։ Հայաստանում ես Ում միջոցով։ Չէ, Բիվարքյան, մի վարքյան։ Չէ, դուք ասում եք մարդ կա, եթե գալիս իշխանություն ավեցնում, ես վստահ եմ, որ ես կկողմնացեմ ում միջոցով, դուք նկատի ունեք պետություններ։ Կա։ Հիմա այդ տարածիկ խոսանք, ովքեր ու ինչ են ասում, բայց կարանք, խոսք ունենք դուք, ես Հայաստանը պարամետրի կայնացնում ու այդ կայնացնող արդեն կայնացրել է։ Ու մենք մեր միջամտությունը արդեն ենք արել այդ ռուսական տիրապետությունից այդ տարածքը հանել առայժմ։ Պարոն Սորոյանյան, չվիճենք հիմա ես ասում եմ պատա տանի որովհետև խեղդվում է։ Եվ այս ամերիկացիներ արում են ռուսների համար Թրամփը։ Հա, որովհետև իրենց գործակալն է։ Չէ, Թրամփը իրենց գործակալն է։ Լավ է։ Հա։ Այն մարդիկ, որ հիմա աշխատել են, իրենց գործակալը շատ վատ գործակալ։ Հիմա այդ շատ վատ։ FBI-ը որովհետև այսօր Մոսկվան է ռմբակոծում ու Սանկտ Պետերբուրգը։ Ոչինչ։ Իրենց գործակալը շատ վատն ասում եմ։ Ընդհակառակը այսօր պետք է արդեն Ուկրաինա չլիներ։ Դեռ կա deep state-ը, ինքնով Թրամփը չի կարող բան անել, որովհետև deep state-ը գործակալը շատ թույլ է, այդ եմ ասում։ Վատն է։ Հələ չգիտեմ, թույլ է, ժամանակը նրան որ Ամերիկան գնաց ոնց գնում է, տենց էլ պետք է գնա, անկախ նրանից թե Թրամփն է, Թրամփը չի։ Այդ որ ինչ որ դուք ասում եք, որ Թրամփը ինչ որ ռուսական գործակալ է, դա շատ է էժանացնում այդ մարդու էությունը։ Այնինքն իր մարդ չկա, որ իրանացնենք։ Ես փորձում եմ Նիկոլը ուրեմն ավելի լավն է։ Շնորհակալություն։ Նիկոլից հաստատ։ Եվ այսպես մենք Նիկոլը քննարկեցինք լավն է, որ կարողանում է հլու հնազան, ասենք Կրեմլի բաները կատարի, բայց Թրամփը չի կարող։ Չի կարող։ Չի կարող։ Շատ լավ է անում։ Հա։ Մոսկվան է, չէ՞ ռմբակոծում։ Այնա պարսիկներ չեն կարող հանգիստ նավթը ծախեն։
ոչ մի բան չեն կարող անել, Ուրեմն, հիմա նավթը դար։ եկեք Եվ այս չանձնավորենք, պատերազմով մի վարքան, այս պատերազմով ինքը ռուսներին փրկեց։ Չի բրգե։ Փրկեց։ Նավթը գինի մայջ կնա։ Ինչ կապ ունի։ Այսինքն, Իսկ ես Ռուսաստանի չով ապրում։ Ես ուրիշ բան գիտեմ։ Նորից այ դուք այն քաղաքականությունը տարանջատի, այս լոկալ դարձրա, պատերազմը, հարցերը, ես ասում եմ, ուրեմն ռուսների այսօր անգամ էմբարգոն մի թեթև բացել է, ինչի ման, որպեսզի այս բոլոր բռնատիրական ռեժիմների հարցը միաժամանակ լուծվի։ Չի կարող առանձին մենակ ասել Իրանի հարցը լուծվի։ Առանձին Տրամպի որոշումն է։ Չէ, այդ deep state-ը դուք լավ հիշատակեք։ Բայց deep state-ը Այսինքն, heç կապ չունի, Տրամպը կարա գա 170 աստիճան լրիվ հակառակ բան ասի։ Հենց շեշ դուրս տա։ Հաջորդ օրը տես Մոսկվա Բայց դու գիտեք չէ, որ deep state-ը Տրամպին դեմ է։ Deep state-ը Այո, չէ, դեմ չի։ Ես դրա մասին ասել եմ դեռ հələ այն Տրամպի ընտրված այդ հələ 100 օրը չէր լրացած։ Ասի, եթե էշը շեշ շարունակի, կվեգալեն կհանեն։ Բայց այսօր ձեռատալ, այսօր ասում լավ, ինչ խոսա թող խոսա, այսինքն deep state-ը կոնկրետ Տրամպին դեմ չի։ Դեմը ցանկացած ղեկավարի, ցանկացած անհատի ով Ամերիկայի ուղուց քշերի, վերջացավ։ Այսօր Տրամպը գիտի իր սահմանները։ Կգա կհասցնի մի հատ կետին նորից։ Ես մի հատ ընկեր ունեմ պրոֆեսոր, մի հատ ընկեր ունեմ պրոֆեսոր, համասարանի բան է տալիս, ավանդանկության գծով, դասախոս է, այսած հաստատ մեր հարցազրույցը կլսեք, կզանգի դեր ասելու է, բարայ Տրամպի մասին ինչ եք ասում, բարայ вообще մարդ չի։ Բայց այս մարտեսոր ես իր մարդ տեսակը չգիտեմ։ Ու ես մի բան եմ նկատել, որ իր ասածները գործողությունների հետ չի բռնում։ Գործողությունները հետևյալն են։ Խփում է բոլոր բռնատիրական ռեժիմներին։ Հիմա ինքն է խփում, իր հրամանով է խփում, թե ինքը կապ, թե ինքը գործակալը չի կարող։ Մոսկվան ռմբակոծում է այսօր։ Դուք երազի մեջ կարայիք պատկերացնել աշխարհի հզորագույն երկրորդ պետությանը Մոսկվան ռմբակոծել։ Էդի Եվրոպա է անում, ոչ Ամերիկան։ Ամերիկան հիմա չի Գուցե Տրամպն է իրաց ստիպե, հենց դրա հենց նորից եմ գալ։ Ասում այդ տղեկ դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Մենակ ես չպետք է պատկերացեք 300 միլիոն ամերիկան չպետք է պաշտպանի 600 միլիոն եվրոպացիների 150 միլիոն ռուսներից։ Արա խելքի եկեք գնացեք ձեր հարցը լուծեք։ Էդի Եվրոպացիները։ Ու դա շատ լավ է, որ Գերմանիան, Եվրոպա այսօր կամած միավոր են դառնում։ Էդի ով արեց Տրամպը հենց իր արտահայտություններով։ Ու լավ է որ արտանում։ Չէ, Տրամպը արեց այն, որ Գերմանիան նորից դառնալու է Գերմանիան։ Շատ լավ է։ Այն ժամանակ միասավ նախագծեր կլացեն։ Շատ չեն լացել։ Դրանք մի մոռացեք հերու տղա։ Ոնց որ Ադրբեջանն ու Թուրքիան, մի մոռացեք Եվրոպան ու Ամերիկան հերու տղա են։ Եվ այդ դիվերսի Ռուբիոյի ելույթը նա լավ նայեք։ Եվրոպայում, Գերմանիայում։ Ռուբիոն շատ ցածր մակարդակ Շնորհակալ եմ պարոնայք, շնորհակալ եմ կարևոր մտքեր էին, կարևոր կարծում եմ երկու ընկերիկ կրվացրել եք դուք տիկինգայան։ Ես չեմ կրվածում, դուք ձեր մտքերն եք գալիս, ես մտահոգված եմ Հայաստանի ապագայով։ Ես գիտեմ որ մարդ առաջի հերթին իր թաղամասում է որ կռիվ անում, կռիվական բոցա պաժարը, առաջ հերթին չի հետում են հարբած վալինկայով ինչ-որ մեկի մոտ։ Ինքը հետում է թաղամասի ամենաուժերի մոտ։ Այսօր այդ ուժերը ինքն է գալել ասում արի կանգա երեխու փրկեմ, ասա չէ ինձ պետք չի այս այստեղ կարևորը այն է որ դուք ձեր անձնական հարցերը չեք լուծում, ձեր անձնականը դա պետության ճակատագիրն է։ Մենք անձնական հարցերի հետ կապ չունենք։ Դրա համար ես չեմ կրվածրել ձեզ, հակառակը դուք քննարկում եք, պարզապես բուրն եք քննարկում, որի համար շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոնայք, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ էի զրուցում եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, որ լսում եք մեզ հետ եք այս ընթացքում։ Զրուցվարում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։